Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Դու ծնել ես հիվանդին, ինքդ բուժիր նրան։ Այս խոսքերով ամուսինս ինձ դուրս հրեց մեքենայից գիշերային մայրուղու վրա, թողնելով հիվանդ երեխայիս գրկում։ Սկեսուրս միայն հետելից գոռաց. «Դեղորայքի համար փող չենք տա», բայց երբ մեկ ժամ անց նրանք վերադարձան տուն, սարսափահար կանգ առան տեսացի առջև։ Թանկագին ընկերներ, եթե առաջին անգամ եք մեզ դիտում, խնդրում եմ գրեք, թե որ քաղաքից եք։ Մի մոռացեք բաժանորդագրվել եւ դնել լայք։ Հաճելի լսումներ։ Օկտեմբերյան երեկոն աննկատ սողոսկեց, ներկելով Երևանի վրայի երկինքը սառը կապարագույն երանգներով։ Անահիտը նստած էր հատակին մանկական սենյակում, ձեռքը թեքել էր այտին եւ նայում էր, թե ինչպես իր 1 տարեկան որդին Տիգրանը կենտրոնացած փորձում է 3 խորանարդներից աշտարակ կառուցել։ Նա կնճռոտում էր փոքրիկ քթիկը, փչում էր եւ երբ կառույցը վերջապես կանգնեց, հաղթական ճիճ արձակեց ու ծափ տվեց։ Անահիտը ծիծաղեց եւ համբուրեց նրա փափուկ գլխիկը, որը հոտում էր կաթով եւ ինչ-որ աննկարագրելիորեն հարազատ բանով։ Այս պահերին նա իրեն լիովին երջանիկ էր զգում։ Ամբողջ աշխարհը նեղանում էր մինչև այս փոքրիկ սենյակի չափերը, վարդագույն շերտավոր պաստառներով, հատակին գորգով եւ այս փոքր մարդով, ով իր տիեզերքն էր։ Բայց երջանկությունը փխրուն էր, ինչպես աշնանային ջրափոսի վրա բարակ սառույցը։ Բավական էր աչքը հանել որդուց եւ իրականությունը անմիջապես հիշեցնում էր իր մասին։ Պատի հետևում հյուրասենյակում հնչում էր հեռուստացույցը, հուսալի նշան, որ ամուսինը Դավիթը արդեն վերադարձել է աշխատանքից։ Նա չմտավ մանկական սենյակ, չհամբուրեց որդուն։ Վերջին ամիսներին նա ավելի ու ավելի հաճախ էր գալիս տուն եւ անմիջապես նստում բազմոցին, նայելով էկրանին կամ հեռախոսին։ Հոգնել է, ասում էր նա ինքն իրեն։ Աշխատանքը ավտոսրահում հյուծում է, անընդհատ հաճախորդների հետ շփումը, վաճառքի պլանները։ Նա հազար արդարացում էր գտնում նրա համար, որովհետև վախենում էր ընդունել գլխավորը։ Նրանց միջև պատ էր բարձրանում։ Պատ հոգնածությունից, չասված վիրավորանքներից եւ նրա մորից։ Գայանե Հովանիսյանը, սկեսուրը, անտեսանելիորեն ներկա էր նրանց տանը միշտ։ Նրա ձայնը հնչում էր հեռուստացույցով օրական 5 անգամ։ Նրա խորհուրդները Դավիթի համար օրենք էին։ Նրա կարծիքը վերջնական ճշմարտություն։ Տիգրանը նորից հազած։ Չոր, ծանր հազ, որը տանջում էր նրան արդեն 2 շաբաթ։ Անահիտը անհանգստացած դրեց ափը նրա ճակատին։ Տաք է, կրկին ջերմություն։ Ներսում ամեն ինչ սեղմվեց անհանգստությունից։ Տեղամասի մանկաբույժը, հոգնած աչքերով տարեց կինը, դեղորայք էր նշանակել եւ խորհուրդ տվել չխուճապվել։ Ատամները դուրս են գալիս, մայրիկ, ահա իմունիտետը թուլացել է, կանցնի, ասել էր նա վերջին ընդունելության ժամանակ։ Բայց Անահիտի մայրական սիրտը շշնջում էր։ Սա պարզապես ատամներ չէ։ Հազը սխալ էր, ինչ որ խորքային, իսկ Տիգրանը ավելի ու ավելի անշարժ ու քմահաճ էր դառնում։ Նա վերցրեց որդուն գիրկը ու գնաց խոհանոց, ջերմությունը իջեցնելու։ Տիգրանը սեղմվեց նրան, եւ նրա տաք շունչը այրում էր պարանոցը։ Խոհանոցում, ինչպես միշտ, իդեալական կարգուկանոն էր, Գայանե Հովանիսյանի ստեղծած։ Սկեսուրը շաբաթը 3 անգամ գալիս էր օգնելու, եւ այդ օգնությունը վերածվում էր լիակատար տեսչության։ Նա վերադասավորում էր հացահատիկները պահարաններում, քննադատում էր նրա մաքրության որակը եւ Դավիթի համար պատրաստում էր իր սիրելի յուղոտ կոտլետները, ասելով. «Ընդհանրապես դու որդիս, նիհարել ես կնոջդ դիետիկ խոհանոցի պատճառով»։ Անահիտը աշխատում էր հեռավար, SMM մենեջեր, վարում էր մի քանի փոքր ընկերությունների էջեր։ Աշխատանքը չէր բերում հսկայական գումարներ, բայց թույլ էր տալիս նրան վճարել հիպոթեքի հիմնական մասը եւ ծածկել ծախսերի մեծ մասը սննդի եւ կենցաղային քիմիայի վրա։ Դավիթի աշխատավարձը գնում էր մեքենայի վճարման, նրա անձնական ծախսերի եւ մշտական օգնության մորը։ Կրկին հազում է։ Հետևից հնչեց Դավիթի ձայնը։ Նա կանգնած էր խոհանոցի դրան մեջ, դժգոհ եւ խոժոռ։ Դու ընդհանրապես բուժում ես նրան։ Տալիս եմ բժշկի նշանակած օշարակը, հանգիստ պատասխանեց Անահիտը, չափելով ջերմիջեցնողը գդալով։ Բայց ինձ թվում է սա բավարար չէ, պետք է ամբողջական հետազոտություն անել։ Դարձյալ դու քո հետազոտությունը, խոժոռվեց Դավիթը։ Ինչ հետազոտություն։ Դրան շատ գումար է պետք։ Բժիշկն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, թե դու ավելի խելացի ես բժշկից։ Ես նրա մայրն եմ եւ զգում եմ, որ ինչ որ բան այն չէ։ Արի գնանք վճարովի կլինիկա լավ մասնագետի մոտ։ Վճարովի, ծիծաղեց նա։ Գիտես թե որքան արժե այնտեղ ընդունելությունը։ Իսկ անալիզները մենք յուրաքանչյուր կոպեկը հաշվում ենք։ Հիպոթեկը ինքն իրեն չի վճարվի։
Անահիտը լռեց, տալով որդուն դեղը։ Այս խոսակցությունը նրանք վարում էին արդեն մի քանի օր։ Երեխայի վրա լրացուցիչ ծախսերի հետ կապված ցանկացած առաջարկ Դավիթի մոտ առաջացնում էր խուլ գրգռվածություն։ Նա կարծես չէր ուզում տեսնել, որ Տիգրանի հետ ինչ-որ բանային չէ։ Ավելի հեշտ էր աչքերը փակել, ամեն ինչ գրել պարզ մրսածության վրա, քան դիմակայել անհայտին և հնարավոր է լուջ խնդրին։ Մայրս զանգել էր, շարունակեց Դավիթը, փոխելով թեման։ Խնդրել է վաղը գնալ օգնել պահարանը տեղափոխել։ Դավիթ, բայց դու խոստացել էիր օգնել ինձ նոր հաճախորդի հաշմետվության հետ, մենակ չեմ հասցնի։ Հաճախորդը կսպասի, իսկ մայրս ոչ։ Նա մենակ է, դժվար է նրան, կտրուկ ասաց նա, տոնով, որը չէր հանդուրժում առարկություններ։ Նրա մայրը միշտ առաջին տեղում էր։ Նրա խնդրանքը, նրա կարիքները, նրա մենակությունը։ Իսկ ինքը, Անահիտը, իր խնդիրներով, հիվանդ երեխայի և այրվող նախագծի հետ միշտ կարող էր սպասել։ Նա պարկեցրեց Տիգրանին անկողնում, սպասեց մինչև նա քնի և վերադարձավ խոհանոց։ Դավիթն արդեն նստած էր սեղանի մոտ և ուտում էր երեկվա ապուրը։ Նա արագ էր ուտում, խրված հեռախոսի մեջ և չէր բարձրացնում աչքերը նրա վրա։ Անահիտը նստեց դիմացը։ Դավիթ, արի խոսենք։ Ինչի մասին, առանց էկրանից կտրվելու մռայլվեց նա։ Մեր մասին, Տիգրանի մասին, ես վախենում եմ, որ մենք ժամանակ ենք կորցնում։ Դադարեցրու ինքդ քեզ գերագնահատել։ Նա վերջապես բարձրացրեց գրգռված հայացքը։ Միշտ դու ես խնդիրներ հորինում դատարկ տեղից։ Ավելի լավ կլիներ մտածեիր, թե ինչպես ավելի արագ փակել հիպոթեքը, այլ ոչ թե վճարովի բժիշկների հետևից վազել։ Այդ պահին նրա հեռախոսը թրթռաց։ Հաղորդագրություն պատվիրատուից։ Անահիտ, որտեղ են տեքստի ուղումները, վերջնաժամկետը 3 էր։ Եթե մինչև վաղը առավոտ չլինի պատրաստ, կխոսենք տուգանքների մասին։ Նա ցույց տվեց հաղորդագրությունը ամուսնուն։ Ահա տեսնում ես, ինձ պետք է աշխատել։ Ես խնդրել էի քեզ 2 ժամ նստել Տիգրանի հետ, իսկ ես խնդրել էի քեզ չվերցնել։ Այդքան աշխատանք, հակառակվեց նա։ Դու ինքդ ես ամեն ինչ վերցրել քո վրա։ Եվ ընդհանրապես ես հոգնել եմ, գնամ ավելի լավ էր հեռուստացույց նայեմ։ Նա վեր կացավ, թողնելով կեղտոտ ափսեն սեղանին և գնաց հյուրասենյակ։ Անահիտը մնաց մենակ խաղաղ խոհանոցի մեջ։ Պատի հետևից լսվում էր ծիծաղ ինչ-որ կատակերգական շոուից, իսկ հարևան սենյակում ծանր շնչում էր քնած իր հիվանդ որդին։ Նա մոտեցավ պատուհանին և նայեց բակ։ Այնտեղ մանկական հրապարակում զբոսնում էր երիտասարդ զույգը երեխայի հետ։ Հայրը օդ էր նետում փոքրիկին, իսկ նա զվարթ ծիծաղում էր։ Անահիտը հիշեց, թե ինչպես իրենք Դավիթի հետ երազում էին երեխայի մասին, թե ինչպես նա ուրախացավ, երբ իմացավ, որ տղա է լինելու։ Ուր գնաց ամեն ինչ։ Երբ իրենց ընտանիքը դարձավ 2 օտար մարդիկ, որոնք ապրում են մեկ տանիքի տակ։ Նա հանեց դրամապանակից բանկային քարտը։ Դրա վրա կային իր անձնական խնայողությունները, նույնիսկ ամուսնությունից առաջ սև օրվա համար կուտակածները։ Գումարը մեծ չէր, բայց հետազոտության համար պետք է բավական լիներ։ Նա որոշեց, որ այլևս չի վիճի ամուսնու հետ։ Վաղը ինքը կգրանցի Տիգրանին քաղաքի լավագույն մանկաբույժի մոտ։ Ինքը կվճարի ամեն ինչի համար։ Ինքը կփրկի իր որդուն, որովհետև կարծես ուրիշ ոչ ոքի դա պետք չէր։ Ներսում ծնվեց սառը տհաճ նախազգացում, որ այս հազը միայն սկիզբն է ինչ-որ մեծ և սարսափելի բանի, որը ընդմիշտ կփոխի նրանց կյանքը։ Առավոտը սկսվեց Գայանե Հովհաննիսյանի հեռախոսազանգով։ Անահիտը հենց նոր էր չափել Տիգրանի ջերմաստիճանը՝ 37-48, կրկին, երբ էկրանին հայտնվեց սկեսուրը։ Նա մտովի հառաչեց և ընդունեց զանգը։ Անահիտիկ, բարի առավոտ։ Նրա ձայնը քաղցր էր, ինչը միշտ զգուշացնում էր։ Հուսով եմ իմ որդին նախաճաշել է։ Դու հիշով ես, նա ջրի վրա վարսակի շիլա չի սիրում։ Բարի առավոտ, Գայանե Հովհաննիսյան։ Դավիթը դեռ քնած է։ Քնած է։ Արդեն ժամը 8 է։ Ընդհանրապես, դու նրան փչացրել ես։ Տղամարդը պետք է վաղ վեր կենա, լավ նախաճաշի և գնա գումար վաստակի ընտանիքի համար։ Ինչպես է Տիգրանիկս, իմ թոռնիկը։ Հազում է, ջերմությունը չի իջնում։ Այսօր տանում եմ նրան բժշկի մոտ, վճռաբանորեն ասաց Անահիտը։ Դարձյալ բժիշկների մոտ, դժգոհ մռայլվեց սկեսուրը։ Վերջնական կհովացնես երեխային։ Ես քեզ ասել եմ, ժողովրդական միջոցները լավագույնն են։ Քսիր նրա կրծքին ոզնու ճարպ և տուր տաք կաթ մեղրով։ Միշտ այդպես եմ արել։ Իմ Դավիթը երբեք չի հիվանդացել։ Տիգրանը կարող է մեղրի նկատմամբ ալերգիա ունենալ, համբերատար առարկեց Անահիտը։ Եվ ես նախընտրում եմ վստահել մասնագետներին։ Ես գրանցել եմ նրան առողջ մանուկ մասնավոր կլինիկայում։
Մասնավոր, սա ինչ բարոնական սովորություններ են։ Դուք գումարը չգիտեք որտեղ ծախսել։ Իմ Դավիթն աշխատում է, տանջվում, իսկ դու որոշել ես ընտանեկան բյուջեն քամուն տալ։ Անահիտը զգաց, թե ինչպես է ներսում ամեն ինչ եռում։ Մամ, սա իմ երեխան է, եւ ես կանեմ այն, ինչ համարում եմ անհրաժեշտ նրա առողջության համար։ Եվ ես կվճարեմ ընդունելությունների համար իմ գումարներով։ Իմ սկեսուրը հեգնանքով շպտաց։ Սրանք ինչ քո գումարներն են ամուսնության մեջ։ Ամեն ինչ դու մաստակում ես ընտանիքի գումար է, իմ որդու գումարն է, մի մոռացիր աղջիկս։ Այս խոսքերից հետո Գայանե Հովանիսյանը գցեց հեռախոսը։ Անահիտը մի քանի վայրկյան նայեց հանգած էկրանին, զգալով, թե ինչպես այտերով հոսում են անզորության եւ նվաստացման արդյունքները։ Իմ որդու գումար։ Նա աշխատում էր օրական 10-12 ժամ, համատեղելով նախագծերը, տնային գործերը եւ երեխայի խնամքը։ Իսկ ի վերջո ամեն ինչ նա վաստակում էր, պատկանում էր ոչ թե իրեն։ Դավիթը արթնացավ ժամը 9-ին մոտ, երբ Անահիտն արդեն հավաքել էր Տիգրանին եւ պայուսակը անհրաժեշտ իրերով։ Ուր ես գնում, հարցրեց նա ձգվելով։ Ես ասել էի գնում ենք բժիշկի մոտ։ Առողջ մանուկ, նա խոժորվեց։ Ես կարծում էի մենք պայմանավորվել ենք, ոչ մի վճարովի կլինիկա։ Մենք չէինք պայմանավորվել, դա դու ես որոշել, իսկ ես որոշել եմ, որ որդուս առողջությունը ավելի կարևոր է։ Նա փորձում էր խոսել հանգիստ, ես ինքս ամեն ինչի համար կվճարեմ։ Դու իմ մորս ասել ես սա։ Նա զանգել էր, գոռում էր, որ դու վատնող ես։ Ինչու ընդհանրապես նրան ասացիր դրա մասին։ Ես չեմ ասել, նա ինքը հարցրեց, եւ ես պարտավոր չեմ նրա առջև հաշվետվություն տալ։ Պարտավոր ես, բարձրացրեց ձայնը Դավիթը։ Նա իմ մայրն է եւ մեր որդու տատիկը, նա անհանգստանում է։ Նա անհանգստանում է քո գումարների համար, ոչ թե Տիգրանի առողջության։ Չդիմացավ եւ գոռաց Անահիտը։ Սենյակում կախվեց լռություն, որը խախտվում էր միայն Տիգրանի խրբոտ շնչառությամբ։ Դավիթը նայում էր նրան սառը օտարությամբ։ Գիտես ինչ, արա ինչ ուզում ես։ Միայն եթե սա կրկին քո հորինված կլինի եւ բժիշկն ասի, որ սովորական մրսածություն է, դու ինձ այդ գումարը կվերադարձնես։ Կոպեկ առ կոպեկ։ Նա շրջվեց եւ գնաց լոգարան, բարձրաձայն դուռը փակելով։ Անահիտը իջավ աթոռին, զգալով, թե ինչպես են դողում են նա։ Նա չէր ճանաչում իր ամուսնուն։ Ուր գնաց այն հոգատար եւ նուրբ մարդը, որի հետ ամուսնացել էր։ Միթե նա միշտ այդպիսին էր, իսկ ինքը պարզապես չէր նկատում սիրուց կուրացած։ Առողջ մանուկ կլինիկան դիմավորեց նրան մաքրությամբ, լռությամբ եւ ընդունարանում քաղաքավարի աղջկա հետ։ Ոչ հերթեր, ոչ անքաղաքավարի վերաբերմունք։ Մանկաբույժը, միջին տարիքի տղամարդ Անդրանիկ Վարդանյանը ուշադիր լսեց Անահիտին, առանց ընդհատելու, ապա երկար եւ մանրակրկիտ սննեց Տիգրանին։ Նա չէր շոյում երեխային, բայց շարժումները փափուկ եւ վստահ էին, եւ Տիգրանը, ով սովորաբար լաց էր լինում բժիշկներին տեսնելիս, զարմանալիորեն հանգիստ էր վարվում։ Հազը ինձ դուր չի գալիս, ասաց Անդրանիկ Վարդանյանը, ավարտելով սննումը, եւ թոքերի մեջ խզոցներ կան։ Ես կառաջարկեի անել ռենտգեն եւ հանձնել ընդլայնված արյան անալիզ, ներառյալ գենետիկական մարկերներ։ Գենետիկական Անահիտի սիրտը բաց թողեց մի հարված։ Դուք ինչ-որ բան կասկածում եք, միչև որևէ կոնկրետ բան չկա, բայց ախտանիշները ոչ տիպիկ են սովորական մրսածության կամ բրոնխիտի համար։ Եկեք նախ անալիզների արդյունքները ստանանք, հետո եզրակացություններ անենք։ Չնայած նրա խոսքերին, անհանգստությունը սեղմեց նրա սիրտը։ Նա վճարեց ընդունելության, անալիզների եւ ռենտգենի համար։ Գումարը ստացվեց տպավորիչ, գրեթե կեսը իր խնայողություններից։ Կլինիկայից դուրս գալով նա բռնեց տաքսի։ Այդ վիճակում մեքենավարելը վտանգավոր կլիներ։ Տանը նրան սպասում էր սառը ընդունելություն։ Դավիթը եւ Գայանեն նստած էին խոհանոցում եւ թեյլին խմում։ Սկեսուրը ակնհայտորեն եկել էր անմիջապես նրա հեռանալուց հետո։ Ինչ եղավ։ Գտար երեխայի մոտ մահացու հիվանդություն։ Թունավոր ժպիտով հարցրեց Գայանեն, հենց որ Անահիտը շեմը անցավ։ Բժիշկը նշանակել է լրացուցիչ անալիզներ եւ ռենտգեն, հոգնած պատասխանեց նա, հանելով քնած Տիգրանին։ Ասած ախտանիշները ոչ տիպիկ են։ Իհարկե ոչ տիպիկ, ձեռքերը բացեց Սկեսուրը։ Այդ վճարովի կլինիկաներում նրանք ինչ ուզեն գտնում են, միայն թե ավելի շատ գումար քաշեն։ Որքան թողեցիր այնտեղ։ Անահիտը ասաց գումարը։ Որքան, ահաբեկվեց Դավիթը։ Դու խելագարվել ես։ Ինչի համար այդպիսի գումար։ Որպեսզի իմանանք, թե ինչ է մեր որդու հետ։ Ձայնը կոտրվեց նրա մոտ։ Քեզ դա հետաքրքիր չէ։
Քեզ ընդհանրապես չի հետաքրքրում, որ նա արդեն 3-րդ շաբաթն է հիվանդանում։ Նա հիվանդ չէ, իսկ դու նրան բժիշկների մոտ ես քարշ տալիս, գոռաց Գայանեն։ Հենց դրանից էլ հիվանդանում է։ Երեխային պետք է հանգիստ, մաքուրոտ եւ նորմալ սնունդ, ոչ թե ձեր ռենտգենները։ Անահիտը լուր տարավ որդուն մանկական սենյակ, պառկեցրեց անկողնում եւ նստեց կողքին, ձեռքերով փագելով դեմքը։ Նա իրեն լիովին մենակ էր զգում։ Երկու ամենամոտ կարծես թե մարդիկ ոչ միայն չէին աջակցում նրան, այլև վարվում էին ինչպես թշնամիներ։ Նրանք մեղադրում էին իրեն, խնայում էին գումար սեփական որդու եւ թոռի առողջության վրա։ Ինչու՞, ինչի համար։ Նա պատասխաններ չէր գտնում։ Երեկոյան, երբ Գայանեն հեռացավ, իսկ Դավիթը կրկին խրվեց հեռուստացույցի մեջ, Անահիտը նստեց նոթբուքի առջև։ Պետք էր աշխատել, շեղվելու, գումար վաստակելու համար, որը ինչպես հիմա հասկանում էր, պետք է լիներ հսկայական քանակությամբ։ Անալիզների արդյունքները խոստացել էին ուղարկել էլեկտրոնային փոստով 3 օր հետո։ Այդ 3 օրերը խոստանում էին դառնալ իր կյանքի ամենաերկար եւ տանջալի օրերը։ Նա բացեց աշխատանքային ֆայլերը, բայց տառերը աչքի առջև լղոզվում էին։ Գլխում միայն մեկ միտք էր թակում՝ գենետիկական մարկերներ։ Ինչ է դա նշանակում։ Նա մտավ որոնողական համակարգ եւ դողացող մատներով մուտք agrեց Տիգրանի ախտանիշները՝ երկարատև հազ, սուբֆեբրիլ ջերմություն, վատախորժակ։ Ինտերնետը տվեց տասնյակ հնարավոր ախտորոշումներ, մեկը մյուսից ավելի սարսափելի։ Նա կարդում էր բժշկական հոդվածներ, մայրերի ֆորումներ, եւ ամեն րոպե նրան ավելի ու ավելի մեծ սարսափ էր պատում։ Նա հասկանում էր, որ հնարավոր չէ ախտորոշում անել ինտերնետով, բայց արդեն չէր կարողանում կանգ առնել։ Նա փնտրում էր, կարդում, համեմատում եւ մի օղակ տարավ հոդվածի հազվագյուտ գենետիկ հիվանդության մասին։ Ախտանիշները գրեթե ամբողջությամբ համընկնում էին, եւ թանկարժեք, ողջ կյանքի ընթացքում բուժում բառերը կարմիր գծով անցնում էին ամբողջ տեքստով։ Անահիտը փակեց նոթբուքը։ Ոչ, սա չի կարող ճիշտ լինել, սա պարզապես համընկնում է։ Իր Տիգրանը առողջ է, պարզապես փոքրիկ մրսածություն։ Բայց խորքում սառը ձայնը շշնջում էր, որ սա ինքնախաբեություն է, եւ առջևում սպասվում է պայքար։ Պայքար որդու կյանքի համար, որը կարծես ստիպված կլինի վարել լիակատար մենակության մեջ։ 3 օր սպասումը վերածվեց անվերջ տանջանքի։ Անահիտը գրեթե չէր քնում, լսելով Տիգրանի յուրաքանչյուր շնչառությունը։ Նա անընդհատ ստուգում էր էլեկտրոնային փոստը, թարմացնելով էջը, հույսով եւ վախով սպասելով կլինիկայի նամակին։ Դավիթը վարվում էր ընդգծված օտարված։ Նա վաղ էր գնում աշխատանքի, ուշ էր վերադառնում, իսկ ամբողջ հանգստյան օրերին անցկացրել էր մոր մոտ օգնելով։ Նա չէր հարցնում որդու ինքնազգացողության մասին, չէր հետաքրքրվում, թե երբ կլինեն արդյունքները պատրաստ։ Նա կարծես ջնջել էր այդ խնդիրը իր կյանքից, թողնելով Անահիտին մենակ իր անհանգստության հետ։ Գայանե Հովանիսյանը զանգում էր ամեն օր, բայց ոչ աջակցելու, այլ հերթական մեղադրանքների չափաբաժին ասելու համար։ Ինչ եղավ դեռ չեն եկել քո անալիզները, հեգնանքով հարցնում էր նա։ Հավանաբար այնպիսի սարսափելի հիվանդություն են փնտրում, որ 3 սոճու մեջ կորել են։ Ես ասում էի, պետք էր ոզնու ճարպով քսել, արդեն ամեն ինչ կանցներ։ Անահիտը լուռ լսում էր, առանց վիճելու։ Ուժերը պարզապես չկային դրա համար։ Ամբողջ էներգիան գնում էր Տիգրանի խնամքի եւ աշխատանքի վրա, որը հնարավոր չէր հետաձգել։ Հաջախորդը ուղարկել էր նոր տեխնիկական առաջադրանք, ավելի մեծ ծավալով եւ բարդ, եւ հուշել էր, որ եթե չհասցնի, կգտնի մեկ ուրիշ կատարողի։ Անահիտը հասկանում էր, որ չի կարող կորցնել այդ նախագծիրը։ Հիմա գումարը պետք էր ավելի, քան երբևէ։ Վերջապես երկուշաբթի օրը, երբ նա կերակրում էր Տիգրանին ճաշ, եկավ ծանուցումը։ Անալիզների արդյունքները պատրաստ են։ Սիրտը այնպես ուժգին բաբախեց, որ թվացքը թռչի կրծքից։ Դողացող ձեռքերով բացեց նամակը։ Ներսում կար PDF ֆայլ եւ Անդրանիկ Վարդանյանի կարճ հաղորդագրություն։ Անահիտ, երբ ծանոթանաք արդյունքներին, խնդրում եմ զանգեք ինձ։ Պետք է շտաբ քննարկենք բուժման պլանը։ Շտաբը հնչեց ինչպես դատավճիռ։ Նա բացեց ֆայլը։ Տասնյակ էջեր աղյուսակներով, գրաֆիկներով եւ անհասկանալի բժշկական տերմիններով։ Նա թերթում էր, մինչև չհանդիպեց եզրակացությանը։ Ախտորոշում սևով սպիտակի վրա գրված էր. հազվագյուտ գենետիկ հիվանդություն։ Հենց այն, որի մասին կարդացել էր ինտերնետում։ Մուկովիսցիդոզ, խառը ձև։
Աշխարհը շուրջը թափահարվեց եւ նեղացավ մինչև այդ երկու բառը։ Նա նստած էր նայելով էկրանին եւ չէր կարողանում հավատալ աչքերին։ Սա չի կարող լինել, սա սխալ է։ Իր որդին, իր փոքրիկ լուսավոր տղան։ Տիգրանը նկատելով նրա վիճակը սկսեց հեկեկալ եւ քաշեց թևից։ Անահիտը ուշքի եկավ, նայեց նրան եւ զգաց, թե ինչպես այտերով հոսում են տաք հարցունքները։ Նա առավ նրան գրկախառն ամուր սեղմեց իրեն, շնչելով նրա հոտը, համբուրելով այտերը, մազերը։ Ոչ, ինքը չի հանձնվի, պայքարելու է։ Կանի ամեն ինչ, հնարավոր եւ անհնար։ Հավաքելով ուժերը, նա հավաքեց Անդրանիկ Վարդանյանի համարը։ Այո, Անահիտ, սպասում էի ձեր զանգին։ Նրա ձայնը հանգիստ եւ գործնական էր։ Հասկանում եմ, թե ինչ եք հիմա զգում, բայց խոճապվել չի կարելի։ Հիվանդությունը լուրջ է, բայց դրա հետ ապրում են։ Ժամանակակից բուժումը թույլ է տալիս պահպանել նորմալ կյանքի որակ։ Գլխավորը խստորեն պահպանել բոլոր առաջարկությունները եւ չընդհատել թերապիան։ Ինչ պետք է անենք։ Իր սեփական ձայնը թվաց օտար, ջրջրացող։ Ես ձեզ համար մանրամասն պլան եմ կազմել։ Ամենօրյա ինհալացիաներ, ֆերմենտների ընդունում յուրաքանչյուր սնունդի հետ, հատուկ դիետա, կինեզիթերապիա եւ ամենակարևորը թանկարժեք հակաբիոտիկներ եւ մուկոլիտիկներ։ Ես դեղատոմսեր եմ գրել, պետք է սկսել անմիջապես։ Նա լսում էր նրան եւ թվերը, որոնք նա անվանում էր, կազմում էին ամսական ծախսերի աստղագիտական գումար։ Մի քանի անգամ ավելի մեծ, քան իր աշխատավարձը։ Հասկանում եմ, որ շատ թանկ է, կարծես կարդալով նրա մտքերը ասաց բժիշկը։ Ձեզ պետք է հաշմանդամություն ձևակերպել, հաշվառվել, որպեսզի որոշ դեղեր անվճար ստանաք պետությունից, բայց դա ժամանակ կպահանջի։ Առաջին ամիսները ստիպված կլինեք ինքներդ հաղթահարել։ Նա շնորհակալություն հայտնեց եւ ավարտեց խոսակցությունը։ Մի քանի րոպե նստած մնաց անշարժ, փորձելով գիտակցել աղետի մասշտաբը։ Սա ոչ միայն հիվանդություն էր, սա նոր կյանքի ձև էր։ Կյանքի, որը ենթարկված է դեղերի, ինհալացիաների եւ ընթացակարգերի ժամանակացույցին։ Կյանքի, որը պահանջում է հսկայական ֆինանսական ներդրումներ։ Երեկոյան, երբ վերադարձավ Դավիթը, նա սպասում էր նրան խոհանոցում։ Սեղանի վրա պառկած էին տպագրված անալիզների արդյունքները եւ բժշկի եզրակացությունը։ Նա որոշեց, որ պետք է ուժեղ լինի։ Հիմա նրանց, ինչպես երբեք, պետք է միասին լինել, թիմ լինել։ Պետք է խոսանք, ասաց նա, երբ նա մտավ։ Ինչ որ բան է պատահել։ Նա գցեց բանալիները սեղանի վրա եւ անցավ խոհանոց։ Տեսնելով սեղանի վրա թղթերը, նա խոժոռվեց։ Սրանք անալիզներն են։ Այո, ախտորոշումը հաստատվել է։ Նա մեկնեց նրան եզրակացությունը։ Նա վերցրեց թերթը, աչքերով անցավ տեքստով եւ նրա դեմքը սկսեց փոխվել։ Հասկացողությունը փոխվեց անվստահության, իսկ հետո ինչ-որ բանի նման զայրույթի։ Մուկո, ինչ։ Նա դժվարությամբ արտասանեց անծանոթ բառը։ Սա ինչ անհեթեթություն է։ Ինչ գենետիկ հիվանդություն։ Սա անհեթեթություն չէ, Դավիթ, սա ճշմարտություն է։ Ես խոսել եմ բժշկի հետ։ Պետք է անմիջապես սկսենք բուժումը։ Բուժում։ Նա շպրտեց թուղթը սեղանին։ Տեսել ես, թե որքան արժեն այդ դեղերը։ Որտեղից կվերցնենք այդպիսի գումար։ Մենք կհաղթահարենք։ Նա փորձեց բռնել նրա ձեռքը, բայց նա հետ քաշեց։ Մենք կվաճառենք մեքենան։ Ես ավելի շատ աշխատանք կվերցնեմ։ Մենք կվաճառենք մեքենան։ Նա նայեց նրան կարծես խելագարի։ Իմ մեքենան։ Դու խելքդ կորցրել ես։ Ես դրանով աշխատանքի եմ դնում։ Բայց որդու կյանքն ավելի կարևոր է։ Մի համարձակվի որդով ծածկվել, հանկարծ գոռաց նա։ Սա ամեն ինչ քո պատճառով է, սրանք քո գեներն են։ Մեր ընտանիքում բոլորը առողջ են, իմ մայրը ճիշտ էր, դու ես բերել այս տուն հիվանդությունը։ Անահիտը հետ քաշվեց, կարծես հարված ստացած լիներ։ Նրա խոսքերը ավելի սարսափելի էին, քան ցանկացած ախտորոշում։ Նրանք հարվածում էին առանց խղճի, խլելով օդը, խլելով վերջին հույսը աջակցության վրա։ Ինչ ես ասում, շշնջաց նա։ Սա մեր ընդհանուր երեխան է։ Նա հիվանդ է քո պատճառով, չհանգստացավ Դավիթը։ Նրա դեմքը խեղաթյուրվեց զայրույթից։ Ես չեմ պատրաստվում վճարել քո սխալների համար։ Դու ուզում էիր վճարովի բժիշկներ, դու ուզում էիր անալիզներ։ Ահա ստացիր։ Ինքդ բուժիր նրան։ Այդ պահին միջանցքում լսվեց դռան բացվելու ձայնը։ Դրան շեմին կանգնած էր Գայանե Հովանիսյանը, սննդի պայուսակով։
Նա միշտ գալիս էր առանց նախազգուշացման, բացելով դուռը իր բանալիով։ Ինչ է կատարվում այստեղ։ Ինչու եք գոռում։ Նա անցավ խոհանոց եւ տեսավ լացող Անահիտին եւ զայրույթից կարմրած Դավիթին։ Նրա հայացքը ընկավ սեղանի վրա ընկած բժշկի եզրակացության վրա։ Նա վերցրեց այն, դրեց ակնոցները եւ սկսեց կարդալ։ Կարդալու ընթացքում նրա շուրթերը սեղմվում էին, ավելի ու ավելի բարակ գծի։ Ես այդպես էլ իմացա, վերջապես ասաց նա սառը տոնով, հանելով ակնոցները։ Ես անմիջապես զգացի, որ քեզ մոտ ինչ-որ բան այն չէ։ Արատավոր ես, եւ երեխային էլ նույնպես այդպիսին ծնեցիր։ Մայրիկ, այդպես մի ասա, սկսեց Անահիտը, բայց կեսուրը ընդհատեց նրան։ Լռիր, կտրուկ ասաց նա։ Իմ որդին ամուսնացավ քեզ հետ, առողջ, գեղեցիկ։ Իսկ դու ինչ ես նրան տվել։ Հիվանդ երեխա, գազան, որպեսզի նա ամբողջ կյանքը դեղերի համար աշխատի։ Դա չի լինի։ Նա շրջվեց դեպի Դավիթը։ Որդյակ, նա ինքն է մեղավոր ամեն ինչում։ Թող ինքը եւ մաքրի։ Մենք դրա համար ոչ մի կոպեկ չենք տա։ Լսում ես ինձ։ Ոչ մի կոպեկ։ Դավիթը, ով միակնթարթ կարծես տատանվեց մոր խոսքերը լսելով, կրկին վերականգնեց վստահությունը։ Նա գլխով արեց։ Այո, մայրիկ, դու ճիշտ ես։ Սա նրա խնդիրն է։ Անահիտը նայում էր այս երկու մարդկանց, իր ամուսնուն եւ նրա մորը, եւ հասկանում էր, որ սա վերջն է։ Ոչ միայն իրենց ամուսնության վերջը, այլև ինչ-որ կարևոր բանի վերջը իր սեփական հոգում։ Մոլորությունները փլուզվեցին, թողնելով հետո այրված անապատ։ Նա մնաց մենակ սարսափելի հիվանդության դեմ, աղքատության դեմ, ամբողջ աշխարհի դեմ, բայց նա ուներ Տիգրան եւ նրա համար պատրաստ էր ամեն ինչի։ Նա ուղղվեց եւ ուղիղ նայեց նրանց աչքերին։ Լավ, ասաց նա հանգիստ, բայց վճռականորեն։ Ես ամեն ինչ հասկացա։ Ես ինքս կբուժեմ նրան։ Իսկ դուք պարզապես գնացեք։ Անահիտի խոսքերը կախվեցին խոհանոցի չնշող լռության մեջ։ Գայանե Հովանիսյանը եւ Դավիթը նայեցին միմյանց, ակնհայտորեն չսպասելով այդպիսի հանգիստ եւ վճռական պատասխանի։ Կարծես թե նրանք հաշվարկում էին արդյունքների, հիստերիայի, օգնության խնդրանքների վրա, ցանկացած ռեակցիայի, որը կհեստատեր իրենց իշխանությունը նրա վրա։ Բայց դրա փոխարեն նրանք տեսան առջևում կնոջ չոր աչքերով եւ պողպատե հայացքով։ Ինչ է նշանակում գնացեք, առաջինը ասաց Գայանե Հովանիսյանը, եւ նրա ձայնում հնչեց անկեղծ զայրույթ։ Դու մեզ մեր իսկ տանից ես դուրս անում։ Սա իմ որդու բնակարանն է, այս բնակարանը գնված է հիպոթեքով, որի մեծ մասը վճարում եմ ես, հավասար տոնով պատասխանեց Անահիտը։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Ես խնդրում եմ ձեզ թողնել ինձ եւ իմ որդուն խաղաղության մեջ։ Ինձ պետք է մտածել բուժման մասին, ոչ թե ուժեր ծախսել անիմաստ վեճերի վրա։ Վեճերը նրա համար անիմաստ են, բարձրացավ սկեսուրը։ Այսինքն մենք պետք է լուռ նայենք, թե ինչպես ես ընտանեկան գումարները քամուն տալիս քո հորինված հիվանդությունների համար։ Սա հորինված հիվանդություն չէ, Անահիտը ցույց տվեց բժշկի եզրակացությունը, այստեղ ամեն ինչ գրված է։ Եվ սա ընտանեկան գումար չէ, սա իմ գումարն է, որ ես վաստակել եմ։ Ինչ ես կարողացել վաստակել տանը նստած քո համակարգչի մոտ, միջամտեց Դավիթը։ Նրա սկզբնական զայրույթը փոխվեց արհամարհական ծաղրի։ Բոլոր հիմնական ծախսերը միշտ իմ վրա են եղել՝ մեքենան, բենզինը, մեծ գնումները։ Մեծ գնումները քո մայրիկի համար, հստակեցրեց Անահիտը։ Նոր սառնարան, հեռուստացույց, այնցյան տարվա առողջարանային ուղեգիր։ Դու սա անվանում ես ընտանեկան ծախսեր։ Իսկ այն, որ ես ամեն ամիս վճարում եմ հիպոթեքի 70%-ը, կոմունալը եւ գնում եմ սնունդ, դա ըստ քեզ մանրուքներ են։ Դավիթը խոժորվեց, նա չէր սիրում, երբ խոսակցությունը անցնում էր կոնկրետ թվերի վրա։ Նրա աշխարհայացքում ինքը գլխավոր ապահովողն էր, իսկ Անահիտը միայն հաճելի հավելում, որը բերում էր տուն փոքր, բայց հարմար գումար։ Մի համարձակվիր հաշվել իմ որդու գումարները, կրկին միջամտեց Գայանեն։ Նա տղամարդ է, ընտանիքի գլուխ, նա իրավունք ունի ծախսել վաստակածը այնպես, ինչպես համարում է անհրաժեշտ։ Իսկ քո պարտականությունն է ստեղծել հարմարավետություն եւ ծնել առողջ երեխաներ։ Ինչով ինչպես տեսնում ենք, չես հաղթահարել։ Վերջին նախադասությունը հնչեց ինչպես ապտակ։ Անահիտը զգաց, թե ինչպես աչքերին են մոտենում արդյունքները, բայց նա ուժով զսպեց դրանք։ Չի կարելի ցույց տալ նրանց իր թուլությունը, ոչ հիմա։ Եթե ես չեմ հաղթահարել իմ պարտականությունները, նա խոր շունչ քաշեց, ապա ես ազատում եմ ձեզ ձեր պարտականություններից։
Ես ձեզանից ոչ գումար եմ խնդրում, ոչ օգնություն։ Ես խնդրում եմ միայն մեկ բան՝ մի խանգարեք ինձ։ Մենք եւ չէինք պատրաստվում, հեգնանքով ասաց Դավիթը։ Եթե այդպես ես անկախ, գնա գործի, տեսնենք որքան կբավականացնի քեզ։ Միայն հաշվի առ, իմից քեզ ոչ մի դրամ չեմ տա։ Իմ բոլոր խնայողությունները առանձին հաշվին են, եւ դրանք նախատեսված են նորմալ կյանքի համար, ոչ թե անիմաստ տեղերի վրա ծախսելու։ Սա անիմաստ տեղ չէ, սա կյանքի համար անհրաժեշտ թերապիա է, չդիմացավ Անահիտը։ Սա քո կարծիքն է, կտրուկ ասաց նա, իսկ իմը, որ դու պարզապես դարձել ես բժիշկ խաբեբաների զոհ, ովքեր քաշում են վստահելի մայրերի գումարները։ Նա հասկացավ, որ վիճելն անիմաստ է։ Նրանք ապրում էին տարբեր իրականություններում։ Իր իրականության մեջ կար հիվանդ երեխա, որին անհրաժեշտ էր անհապաղ օգնություն։ Նրանց իրականության մեջ ագահ եւ հիմար հարսնուհի, ով բերել էր իրենց իդեալական ընտանիք խնդիրներ եւ հիմա փորձում էր լուծել դրանք ուրիշի հաշվին։ Լավ, կրկնեց նա, զգալով մահացու հոգնածություն։ Ես ձեզ լսեցի, իսկ հիմա խնդրում եմ գնացեք։ Գայանե Հովհաննիսյանը սեղմեց շուրթերը, բայց տեսնելով Անահիտի աչքերում վճռականությունը, հասկացավ, որ հետագա հարձակումները անիմաստ են։ Գնանք որդիս, ասաց նա բռնելով Դավիթին թևից։ Չենք խանգարի այս հերոս մորը աշխարհը փրկելու։ Թող ցույց տա, թե ինչի է ընդունակ։ Միայն հետո մի վազիր մեզ մոտ արդյունքներով, երբ գումարներդ վերջանան։ Դուռը նրանց հետևից փակվեց։ Անահիտը իջավ աթոռին եւ թույլ տվեց իրեն մի քանի րոպե թուլություն։ Արդյունքները հոսում էին առվով, խառնվելով դատարկության եւ վախի զգացումին։ Նա մնաց մենակ, լիովին մենակ, բայց հետո նայեց դեպի մանկական սենյակ, որտեղից լսվում էր Տիգրանի հանգիստ շնչառությունը, եւ հասկացավ, որ մենակ չէ։ Նա ունի նա, եւ դա գլխավորն է։ Առաջին հերթին նա զանգեց իր մորը։ Մայրը ապրում էր Երևանից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ քաղաքում։ Աշխատում էր տեղի դպրոցում ուսուցուհի։ Անահիտը չէր ուզում անհանգստացնել նրան, բայց հիմա նրան ավելի քան երբևէ պետք էր աջակցություն։ Մամա, սկսեց նա, եւ ձայնը կոտրվեց։ Անահիտ, աղջիկս, ինչ է պատահել, անհանգստացած հարցրեց Վալենտինան։ Անահիտը կուլ տալով արդյունքները պատմեց ամեն ինչ, Տիգրանի ախտորոշման, ամուսնու եւ զգեսուրի արձագանքի, այն մասին, որ մնացել է մենակ։ Մայրը լուր լսում էր, եւ այդ լռության մեջ այնքան ցավ եւ համակրանք կար, որ Անահիտին մի փոքր ավելի հեշտացավ։ Պահպանիր ինքդ քեզ, վերջապես ասաց Վալենտինան։ Ես գիտեի, որ այս ամուսնությունը լավ բանի չի հասցնի։ Դավիթը միշտ մայրիկի տղա է եղել։ Ես վաղը վերցնում եմ արձակուրդ իմ հաշվին եւ գալիս եմ քեզ մոտ։ Չէ, մամ, իսկ աշխատանքդ, կա քո գործերը, ես կհաղթահարեմ։ Մի վիճիր ինձ հետ, վճռականորեն ասաց մայրը։ Երկուսով ավելի հեշտ կլինի։ Ես կօգնեմ Տիգրանի հետ, իսկ դու կկարողանաս հանգիստ աշխատել։ Իսկ գումարների հարցով իմ մոտ կան փոքրիկ խնայողություններ։ Քիչ է, բայց առաջին ժամանակի համար կբավականացնի։ Վաղը առավոտյան կուղարկեմ քո քարտին։ Խոսակցությունից հետո հոգում ավելի տաքացավ։ Նա մենակ չէ։ Նա ունի մայր, ով միշտ իր կողմն է։ Սա ուշ թվեց։ Անահիտը սրբեց արցունքները, լվացվեց սառը ջրով եւ նստեց գործողությունների պլան կազմելու։ Առաջինը գումար։ Նա բացեց օնլայն բանկը եւ նայեց իր հաշիվների վիճակին։ Անձնական խնայողությունները, որոնք կուտակել էր մի քանի տարի, գումարած վերջին նախագծերից հաջողվածը։ Գումարը պատշաճ էր, բայց դատելով դեղերի գներից կբավականացներ առավելագույնը 2-3 ամսվա համար։ Պետք է շտապ փնտրել լրացուցիչ եկամուտ։ Երկրորդը դեղերը։ Նա ինտերնետում գտավ դեղատների հասցեներ, որտեղ կարելի էր պատվիրել անհրաժեշտ դեղամիջոցները եւ արեց առաջին պատվերը։ Երրորդը փաստաթղթերի ձևակերպում, հաշմանդամություն, պետական ծրագրեր, արտոնություններ։ Սա երկար եւ տանջալի ճանապարհ էր լինելու պետական գրասենյակներով, բայց այն պետք է անցնել։ Նա աշխատում էր մինչև ուշ գիշեր, հասկանալով իրավական նրբությունները, կարդալով նույն ախտորոշումով երեխաների ծնողների ֆորումները, կազմելով ցուցակներ եւ գրաֆիկներ։ Երբ նա պարկեց քնելու, պատուհանից արդեն արշալույս էր երևում։ Դավիթը այդպես էլ չվերադարձավ։ Երևի մնացել էր գիշերելու մոր մոտ։ Եվ Անահիտին առաջին անգամ երկար ժամանակ բացարձակապես անտարբեր էր, թե որտեղ է նա եւ ում հետ։ Նա քնեց միայն մեկ մտքով. պետք է ուժեղ լինի Տիգրանի համար։ Հաջորդ օրերը վերածվեցին խելահեղ մարաթոնի։ Եկավ մայրը
եւ նրա օգնությունը անգնահատելի էր։ Մինչ Վալենտինան զբաղվում էր Տիգրանով, անում էր նրան ինհալացիաներ եւ հատուկ մերսում, որին Անահիտը սովորեցրել էր նրան տեսադասերով։ Ինքը Անահիտը գլուխը խորացրեց աշխատանքի մեջ։ Նա վերցրեց եւս 2 նախագիծ, քնում էր օրական 4-5 ժամ, բայց չէր բողոքում։ Նա գիտեր, թե ինչի համար է ջանում։ Դավիթը հայտնվեց 3 օր հետո։ Նա մտավ բնակարան, կարծես ոչինչ չլիներ, ձեռքին սննդի պայուսակով։ Տեսնելով խոհանոցում զոնքանչին, նա նկատելիորեն լարվեց։ «Բարև ձեզ, իսկ դուք ինչ հրաշքով եք այստեղ»։ «Աղջկա, սութորանս օգնելու եմ եկել», չոր պատասխանեց նա, առանց խոհանոցային գործից կտրվելու։ Դավիթն անցավ սենյակ։ Անահիտը նստած էր նոթբուքի առջև, կենտրոնացած տպագրելով։ «Ես մտածեցի», սկսեց նա անվստահ, «գուցե ես չափից դուրս եմ գնացել։ Արի փորձենք ամեն ինչ կարգի բերել»։ «Ինչն ես ուզում կարգի բերել», հարցրեց Անահիտը, առանց շրջվելու։ «Դե մեր կյանքը, ես կխոսեմ մայրիկիս հետ, նա այլևս չի միջամտի, ես քեզ մի քիչ գումար կտամ դեղերի համար»։ «Մի քիչ»։ Նա վերջապես շրջվեց դեպի նա։ Նրա աչքերում սառը զայրույթ կար։ «Քո որդուն անհրաժեշտ է բուժում, որը արժե ավելի շատ, քան քո ամբողջ աշխատավարձը, իսկ դու առաջարկում ես մի քիչ, բայց ինձ մոտ այդպիսի գումար չկա», գրեթե գոռաց նա։ «Ես չեմ կարող ամեն ինչ տալ, ինձ էլ պետք է ինչ-որ բանով ապրել, հենց դա է», գլխով արեց Անահիտը։ «Ապրիր, իսկ մենք Տիգրանի հետ ինչ-որ կերպ առանց քեզ կհաղթահարենք։ Ես դիմում եմ ամուսնալուծության եւ ալիմենտի»։ Նա նայում էր նրան, եւ նրա աչքերում վախ կար։ Կարծես թե միայն հիմա էր սկսում հասկանալ, որ նա չի կատակում, որ իսկապես հեռանում է, իր հետ տանելով որդուն, իր որդուն։ «Դու չես կարող», շշնջաց նա։ «Դու իրավունք չունես ինձ զրկել երեխայից։ Ես չեմ զրկում, դու ինքն ես հրաժարվել նրանից»։ Այն երեկո, երբ անվանեցիր նրան գազան եւ ասացիր, որ ես ինքս բուժեմ, նո շրջվեց եւ կրկին նայեց մոնիտորին, տալով հասկանալ, որ խոսակցությունն ավարտված է։ Դավիթը մի փոքր էլ կանգնեց, ապա լուռ դուրս եկավ սենյակից։ Անահիտը լսում էր, թե ինչպես է նա խոհանոցում վիճում իր մոր հետ, ապա մուտքի դուռը փակվեց։ Նա գնաց, այս անգամ կարծես ընդմիշտ, եւ ցավի փոխարեն նա զգաց թեթևություն։ Կյանքը առանց Դավիթի անսպասելիորեն հանգիստ ստացվեց։ Այլևս չկային երեկոյան սկանդալներ, առավոտյան մեղադրանքներ եւ մշտական մեղքի զգացում։ Բնակարանի լռությունը սկզբում անսովոր էր թվում, բայց հետո Անահիտը հասկացավ, որ սա լռություն չէ, այլ խաղաղություն։ Խաղաղություն, որն այդքան պակասում էր վերջին տարիներին։ Վալենտինա Սերգեևնան իր վրա վերցրեց Տիգրանի եւ տան բոլոր հոգսերը, ազատելով Անահիտին աշխատանքի եւ ինստանցիաներով շրջելու ժամանակի համար։ Հաշմանդամության ձևակերպման գործընթացը դարձավ իսկական փորձություն։ Անվերջ հերթեր, անտարբեր պաշտոնյաների դեմքեր, թղթերի կույտեր, որոնք պետք է հավաքել, ստորագրել, վավերացնել։ Ամեն օր Անահիտը վերադառնում էր այդ շրջագայություններից, սեղմված ինչպես կիտրոն, բայց չէր հանձնվում։ Նա գիտեր, որ դա անհրաժեշտ է որդուն պետական աջակցություն ապահովելու համար։ Աշխատանքը նույնպես պահանջում էր լիակատար նվիրում։ Նոր հաճախորդը կահույքի սրահների ցանցի սեփականատերը պարզվեց պահանջկոտ եւ մանրակրկիտ մարդ։ Նա անընդհատ ուղարկում էր ուղումներ, պահանջում էր ամենօրյա հաշվետվություններ եւ կարող էր զանգել ժամը 11-ին երեկոյան, քննարկելու կայքի կոճակի գույնը։ Անահիտը համբերատար կատարում էր նրա բոլոր քմահաճույքները, որովհետև նա լավ էր վճարում։ Ամեն վաստակած կոպեկը գնում էր ընդհանուր խնայողության մեջ, Տիգրանի բուժման համար։ Դեղերը, ինհալատորը, հատուկ սնունդը, ամեն ինչ արժեր հսկայական գումարներ։ Նրա խնայողությունները աչքի առջև էին հալվում։ Դավիթն այլևս չէր հայտնվում, բայց Գայանե Հովանիսյանը կանոնավոր զանգում էր։ Այն բանից հետո, երբ Անահիտը դիմել էր ամուսնալուծության, Սկեսուրի տոնը փոխվեց ագրեսիվից դեպի կեղծող համակրելի։ «Անահիտ, ինչու ես այդպես անում», ասում էր նա խողովակով փափուկ ձայնով, միթե կարելի է ընտանիքը քանդել։ Դավիթը այդպես է տառապում, ընդհանրապես հանձնվել է, նիհարել։ Նա սիրում է քեզ եւ տղային։ Եթե սիրեր, չէր լքի մեզ ամենադժվար պահին, չոր պատասխանեց Անահիտը։ Ես եմ մեղավոր, ես եմ նրան հուշել, հիմարացել եմ, չեմ մտածել։ Ներիր ինձ, միայն մի ամուսնալուծվիր միանից, կկործանվի առանց քեզ։
Անահիտը լուր լսում էր այս ամենը, չհավատալով ոչ մի բառին։ Նա չափից ավելի լավ էր ուսումնասիրել սկեսուրին, այս մանիպուլյացիաներին տրվելու համար։ Գայանեն վախենում էր ոչ թե նրանից, որ որդին կկործանվի, այլ նրանից, որ ստիպված կլինի վճարել ալիմենտ։ Անահիտի փաստաբանը, որին նա վարձել էր վերջին գումարներով, բացատրել էր, որ օրենքով հիվանդ երեխայի պահպանման համար կարելի է պահանջել ոչ միայն ստանդարտ 25% աշխատավարձից, այլև լրացուցիչ միջոցներ բուժման համար։ Դավիթի և նրա մոր համար դա լուրջ հարված կլիներ բյուջեին։ Մի երեկո, վերադառնալով հերթական հոգնեցուցիչ այցից, Անահիտը տեսավ մորը արցունքների մեջ։ «Մամա, ինչ է պատահել», անհանգստացած հարցրեց նա։ «Քո նախկին ամուսինը զանգել էր»։ Վալենտինան սրբեց աչքերը թաշկինակով։ Սպառնացել է։ Ասում էր, եթե չվերցնես ամուսնալուծության և ալիմենտի դիմումը, նա կանի այնպես, որ ինձ դպրոցից կհեռացնեն։ Նա կապեր ունի կրթության բաժնում։ Ինչ։ Անահիտը սառեց։ Նա չի համարձակվի։ Կհամարձակվի, հառաչեց մայրը։ Դու նրան ճանաչում ես։ Մարդ է վրեժխնդիր և ստոր։ Տնօրենին արդեն զանգել են, հարցրել են իմ մասին։ Անահիտը զգաց, թե ինչպես ներսում ամեն ինչ եռում է անզոր զայրույթից։ Նրանք ոչինչից չէին խուսափում։ Շանտաժել իր մորը տարեց ուսուցչուհուն, ամբասիր համբավով։ Սա արդեն սահմանից դուրս էր։ Նա բռնեց հեռախոսը և հավաքեց Դավիթի համարը։ Նա երկար չպատասխանեց։ Իսկ երբ վերջապես վերցրեց խողովակը, ձայնը քնկոտ էր։ Դու խելքդ կորցրել ես, գոռաց Անահիտը, մոռանալով իր որոշումը պահպանել հանգստությունը։ Սպառնալ իմ մորը։ Եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, եթե նրան հեռացնեն, ես քեզ կկործանեմ։ Հասկացար ինձ։ Հանգիստ, ինչու ես գոռում։ Ձույլ պատասխանեց նա։ Ոչ ոք չի սպառնացել նրան։ Մայրս պարզապես զանգել է, խոսել է։ Նա անհանգստանում է մեր ընտանիքի համար։ Մի համարձակվիր սա ընտանիք անվանել։ Նրա ձայնը դողում էր զայրույթից։ Փոխանցիր քո մորը, որ թողնի իմ մորը խաղաղության մեջ։ Հակառակ դեպքում ես կգրեմ հայտարարություն ոստիկանություն, շանտաժի և սպառնալիքների մասին։ Նա գցեց խողովակը և անզոր իջավ աթոռին։ Ճնշումը բոլոր կողմերից դառնում էր անտանելի։ Աշխատանք, հիվանդ երեխա, դատարաններ, իսկ հիմա նաև սպառնալիքներ մոր հասցեին։ Երբեմն նրան թվում էր, թե այլևս չի դիմանա։ Ուզում էր ամեն ինչ նետել, անկյունում փակվել և լաց լինել։ Բայց հետո նայում էր Տիգրանին, ով գուգու էր անում իր անկողնում, և հասկանում էր, որ իրավունք չունի թուլության։ Հաջորդ օրը զանգեց փաստաբանը։ Անահիտ, ունեմ ոչ այնքան լավ նորություններ։ Պատասխանողը ներկայացրել է հակադարձ հայց։ Նա պահանջում է երեխայի բնակության վայրը որոշել իր հետ։ Ինչ։ Նա չէր հավատում իր ականջներին, բայց նա ինքը հրաժարվել էր նրանից։ Հայցում նա բնդում է, որ դու խոչընդոտում ես նրա շփմանը որդու հետ, որ դու ոչ պատշաճ կերպով ես կատարում ծնողական պարտականությունները և գումարները ծախսում ես ոչ նպատակային։ Նա գցել է իր եկամուտների վկայականը, որը ստելիորեն ավելի բարձր է քոնից, և աշխատանքի բնութագիրը։ Բայց սա սուտ է, բացականչեց Անահիտը։ Հասկանում եմ, բայց մեզ պետք է ապացուցենք դա դատարանում։ Մեզ պետք կլինեն վկաներ, փաստաթղթեր, դեղերի չեքեր։ Սա բարդացնում է գործը և ձգձգում գործընթացը։ Անահիտը լսում էր նրան և զգում էր, թե ինչպես է հողը սայթաքում ոտքերի տակից։ Վերցնել նրանից Տիգրանին։ Սա ամենասարսափելի հարվածն էր, որ նրանք կարող էին հասցնել։ Նրանք որոշել էին զրկել նրան միակ բանից, որ մնացել էր իրեն՝ իր որդուց։ Նա հասկացավ, որ նրանք կանգ չեն առնի։ Սա այլևս պարզ ընտանեկան վեց չէր, սա պատերազմ էր։ Պատերազմ, որում բոլոր միջոցները լավ են։ Երեկոնյան պարկեցնելով Տիգրանին քնելու, նա նստեց համակարգչի առջև։ Պետք էր աշխատել, բայց մտքերը խառնվում էին։ Նա բացեց լուսանկարները։ Ահա նրանք Դավիթի հետ հարսանիքին, երջանիկ, երիտասարդ։ Ահա նրանք հարցակուրթում ծովափին։ Իսկ ահա Տիգրանի առաջին լուսանկարը ծննդատնից։ Դավիթը գրկում է նրան և նայում այնպիսի քնքշությամբ։ Ուր գնաց ամեն ինչ։ Ինչպես կարողացավ սերը վերածվել այդպիսի տեգեղատելության։ Նա փակեց լուսանկարները և բացեց աշխատանքային փոստը։ Նոր նամակ հաճախորդից։ Անահիտ, ես դժգոհ եմ վերջին տեքստերից։ Չափից շատ ջուր կա, կրեատիվ չկա։ Եթե չես կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, եկեք դադարեցնենք համագործակցությունը։ Ինձ ժամանակ չունեմ քո անձնական խնդիրների համար։ Սա վերջին կաթիլն էր։ Նա նստած էր նայելով մոնիտորին և զգում էր, թե ինչպես հուսահատության ալիքը ծածկում է իրեն։
Նա պարտվում էր բոլոր ճակատներում։ Ամուսինը ուզում էր խլել որդուն, սկեսուրը սպառնում էր մորը, հաճախորդը սպառնում էր աշխատանքից հեռացնել։ Գումարները վերջանում էին, ուժերը սպառվում էին։ Նա գլուխը դրեց սեղանին և առաջին անգամ երկար ժամանակ լաց եղավ։ Լուռ, անձայն, կուլ տալով արցունքները, որպեսզի չարթնացնի մորն ու և որդուն։ Նրան թվում էր, թե ելք չկա, նա անկյունում էր մղված։ Մի քանի ժամ հուսահատության և արցունքներից հետո ստեղնաշարի վրա Անահիտը զգաց տարօրինակ թմրություն։ Արցունքները չորացան, թողնելով միայն գլխացավ և սառը դատարկություն ներսում։ Նա այլևս չէր զգում ոչ վախ, ոչ վիրավորանք, միայն խուլ, ծանր վճռականություն։ Եթե նրանք պատերազմ են ուզում, կստանան։ Նա չի թույլ տա, որ կոտրեն իրեն և խլեն որդուն։ Նա վեր կացավ, լվացվեց և եփեց ամուր սուրճ։ Գիշերն էր երկար լինելու։ Առաջին հերթին նա գրեց պատասխան հաճախորդին, չարտարացավ, չխնդրեց ներողություն։ Հանգիստ և գործնական առաջարկից երկու տարբերակ, կամ անմիջապես դադարեցնում են պայմանագիրը և նա վերադարձնում է վերջին ամսվա կանխավճարը, կամ նա տալիս է 3 օր բոլոր տեքստերը ուղղելու և նոր կոնցեպտ ներկայացնելու համար։ Ավելացրեց, որ հասկանում է նրա դժգոհությունը, բայց վստահեցնում է, որ իր աշխատանքի որակը կվերադառնա նախկին բարձր մակարդակին։ Պատասխանը եկավ գրեթե անմիջապես. «Լավ, ձեզ 3 օր»։ Անահիտը թեթև շունչ քաշեց, փոքրիկ հանգիստ էր շահել։ Հետո բացեց իր բոլոր ֆինանսական հաշվետվությունները, բանկային քաղվածքները, չեկերը, որոշեց կազմել մանրամասն աղյուսակ Տիգրանի ծնվելուց ի վեր բոլոր ծախսերի մասին։ Տակտիրներ, մանկական սնունդ, հագուստ, խաղալիքներ, իսկ հիմա նաև դեղեր։ Նա ուզում էր, որ դատարանում ունենա անհերքելի ապացույցներ, որ հենց ինքն է կրել երեխայի պահպանման հիմնական ֆինանսական բեռը, մինչ Դավիթը գումարներ էր ծախսում իր վրա և մոր վրա։ Աշխատելով փաստաթղթերի հետ, նա հանդիպեց հին բանկային ավանդի պայմանագրին։ Իրեն ամբողջովին մոռացել էր դրա մասին։ Մի քանի տարի առաջ, երբ նրանք Դավիթի հետ նոր էին ամուսնացել, իր տատիկը հարսանիքին նվիրել էր 500,000 դրամ։ Որոշել էին դնել ավանդի վրա, Անահիտի անունով, ապագա երեխայի համար։ Այդ ժամանակվանից ոչ մի անգամ չէին հանել այդ գումարները, միայն երբեմն փոքր գումարներ էին ավելացրել։ Անահիտը մտավ օնլայն բանկ։ Հաշվին տոկոսներով հաշվի առնելով կուտակվել էր գրեթե 750,000 դրամ։ Հենց այդ գումարները Դավիթը և Գայանե Հովանիսյանը ամենայն հավանականությամբ համարում էին այն ընտանեկան կապիտալը, որին Անահիտը իրավունք չուներ դիպչելու։ Հանկարծ նրա գլխում հասունացավ համարձակ պլան, որը կարող էր թվալ ստոր, բայց ընթացիկ իրավիճակում նա համարում էր միակ ճիշտը։ Նա ամբողջ գումարը փոխանցեց այդ ավանդից իր անձնական քարտին։ Նա գիտեր, որ Դավիթը չի ստուգում այդ հաշվի վիճակը, լիովին վստահելով իրեն։ Այդ գումարները կդառնան իր ռազմական ֆոնդը, լավագույն փաստաբանների, Տիգրանի դեղերի, կյանքի համար, եթե իրեն հեռացնեն աշխատանքից։ Նա այլևս չէր կարող վստահել ամուսնուն։ Նա և նրա մայրը արդեն ցույց էին տվել, թե ինչի են ընդունակ։ Հաջորդ օրը թողնելով Տիգրանին մոր հետ, նա գնաց հանդիպման փաստաբանի հետ։ Պատմեց նրան Դավիթի հակադարձ հայցի և սկեսուրի սպառնալիքների մասին։ Սպասելի քայլ է, գլխով արեց փաստաբանը, տարեց մոխրագույն մազերով տղամարդ խելացի աչքերով։ Նրանք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել, գլխավորը չտրվել։ Մենք կհավաքենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Քո ծախսերի աղյուսակները շատ կօգնեն։ Մեզ պետք են վկաներ, ովքեր կարող են հաստատել, որ հենց դու ես զբաղվել երեխայի դաստիարակությամբ և խնամքով։ Իմ մայրը, հարևանները, սկսեց թվարկել Անահիտը։ Հիանալի։ Իսկ ամուսնու կողմից ով կարող է հաստատել նրա մասնակցությունը որդու կյանքին։ Անահիտը մտածեց. Դավիթը հազվադեպ էր զբոսնում Տիգրանի հետ, գրեթե երբեք չէր գնում նրա հետ պոլիկլինիկա։ Նրա շփումը որդու հետ սահմանափակվում էր աշխատանքից հետո 5 րոպե գրկելով։ Նրա մայրը, վերջապես ասաց նա, միայն նա։ Դա բավարար չէ, ժպտաց փաստաբանը։ Մորցուցնունքները օբյեկտիվ չեն համարվի։ Մենք ուժեղ դիրքորոշում ունենք, Անահիտ, մի անհանգստացիր։ Հանդիպումից հետո նա իրեն ավելի վստահ զգաց։ Նա ուներ պլան, ուներ իրավաբանական աջակցություն և ուներ գումար։ Վերադառնալով տուն, նա տեսավ անսպասելի պատկեր։ Նրանց բնակարանում մոր և Տիգրանից բացի կար Գայանե Հովանիսյանը։ Նա նստած էր բազկաթոռում, ծնկներին նվերային տոպրակով,
եւ ինչ որ բան համոզիչ ասում էր Վալենտինային, ով լարված կանգնած էր պատուհանի մոտ։ Անահիտ, դու վերադարձել ես։ Սկեսուրը անմիջապես վեր թռավ, կեղծ ժպիտով լայնացած։ Ես որոշեցի գալ թորանս այցելելու եւ քեզ եւ մորդ համար հյուրասիրություն։ Նա մեկնեց Անահիտին տոպրակը, ներսում թանկարժեք տորտ եւ գինու շիշեր։ Ինչ է ձեզ պետք, Գայանե Հովանիսյան, սառը հարցրեց Անահիտը առանց նվերը ընդունելու։ Դե ինչ ես այդպես աղջիկս, ես խաղաղությամբ եմ եկել։ Մտածեցի գուցե բոլորս չափից դուրս են գնացել։ Ընտանիք է, պետք է կարողանալ ներել։ Ներել շանտաժն ու սպառնալիքները։ Ներել այն, որ ուզում եք խլել ինձնից որդուս։ Դավիթը ներվայնացած է արել, ձեռքերը թափահարեց սկեսուրը։ Նա չէր ուզում։ Նա այդպես է սիրում Տիգրանիկին։ Պարզապես վախենում է, հասկանում ես, վախենում է այս հիվանդությունից, վախենում է աղքատությունից։ Նա թույլ է, նրան աջակցություն է պետք։ Նրան պետք էր իմ աջակցությունը, երբ խնդրում էի օգնել, իսկ նա շրջվեց մեզանից, կտրուկ ասաց Անահիտը։ Եկեք մոռանանք ամեն ինչ։ Եվ Գայանե Հովանիսյանը անցավ շշնջալու։ Հանիր դիմումը, մենք Դավիթի հետ կօգնենք քեզ բուժման հարցում։ Ահա ես նույնիսկ մի քիչ գումար եմ բերել։ Նա պայուսակից հանեց ծրարը եւ մեկնեց Անահիտին։ Այստեղ 250,000 դրամ է։ Սա ամենն էլ ինչ ունեմ։ Վերցրու թորանս համար։ Անահիտը նայում էր ծրարին, հետո սկեսուրին։ Այս կինը անգերազանց դերասանուհի էր։ Արդյունքներ, ապաշխարանք, առատաձեռնություն։ Ամեն ինչ խաղացված էր նոտա առ նոտա։ Բայց Անահիտը չէր հավատում։ Նա գիտեր, որ այս ներկայացման հետևում թաքնված է սառը հաշվարկ։ Նրանք հասկացել էին, որ դատարանում կարող են պարտվել եւ որոշել էին գործել այլ կերպ։ Կաշառել, քնեցնել զգոնությունը։ Շնորհակալ եմ, պետք չէ։ Նա հետ մղեց նրա ձեռքը ծրարով։ Ես ինքս կհաղթահարեմ։ Բայց ինչու ես այդպես համար։ Սկեսուրի ձայնում զայրույթ հնչեց։ Ես ուզում եմ ինչպես լավն է, մենք կօգնենք։ Որտեղ էիք նախկինում, միջամտեց Վալենտինան, ով մինչ այդ լռում էր։ Երբ նրան օգնություն էր պետք, դուք նրա երեխային անվանում էիք Գազան եւ դուրս էիք անում տնից։ Իսկ հիմա հանկարծ խիղճ չարթնացավ։ Ես ձեզ հետ չեմ խոսում, գոռաց Գայանեն, ակնթարթորեն գցելով բարիության դիմակը։ Իսկ ես ձեզ հետ եմ խոսում, հետ չքաշվեց մայրը։ Եվ ես չեմ թույլ տա, որ այլևս մանիպուլյացիա անեք իմ դստեր հետ։ Դուրս եկեք այս տնից։ Դու ով ես, որ ինձ հրահանգես, կարմրեց սկեսուրը։ Անահիտը կանգնեց նրանց միջև։ Ման պետք չէ։ Գայանե, խնդրում եմ գնացեք։ Մեր խոսակցությունն ավարտված է եւ վերցրեք ձեր գումարները։ Նա վերցրեց ծրարը սեղանից եւ հետ դրեց սկեսուրի ձեռքը։ Գայանեն նայում էր նրան անթաքույց ատելությամբ։ Դեռ կզղջաս դրա համար, շնջեցաց նա։ Կարծում ես դու ամենահելացին ես, մենք այնուամենայնիվ կգտնենք քեզ վրա ազդեցություն։ Նա դուրս թռավ բնակարանից, բարձրաձայն դուռը փակելով։ Վալենտինան գրկեց դստերը։ Մի վախենա, Անահիտ, մենք կհաղթահարենք։ Չեմ վախենում, մամ, պատասխանեց Անահիտը։ Պարզապես հոգնել եմ այս ստից։ Այդ երեկո նա հասկացավ, որ նրանք հետ չեն կանգնի։ Նրանք կօգտագործեն ցանկացած մեթոդ՝ շանտաժ, կաշառք, սպառնալիքներ, իրենց նպատակին հասնելու համար, եւ իրեն պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Նա կրկին բացեց նոթբուքը։ Պետք էր աշխատել։ Պետք էր գումար վաստակել, որովհետև այս պատերազմում գումարն իր գլխավոր զենքն էր եւ գլխավոր պաշտպանությունը։ Նա աշխատեց ամբողջ գիշեր եւ առավոտյան կահույքի սրահի համար նոր կոնցեպտը պատրաստ էր։ Նա ուղարկեց ֆայլերը հաջախորդին եւ գրեթե անմիջապես ստացավ պատասխան։ Հիանալի, հենց դա է պետք, շարունակում ենք աշխատել։ Սա փոքրիկ հաղթանակ էր, բայց ուժ տվեց։ Անցավ եւս մեկ շաբաթ։ Իրավական մեքենան գործարկվել էր։ Փաստաբանները փոխանակում էին փաստաթղթեր։ Դատարանը նշանակեց առաջին նիստի ամսաթիվը։ Անահիտը փորձում էր չմտածել առաջիկա դատավարության մասին, ամբողջությամբ խորանալով աշխատանքի եւ Տիգրանի խնամքի մեջ։ Բուժումը սկսեց տալ առաջին արդյունքները։ Հազը դարձավ ավելի հազվադեպ։ Տիգրանը սկսեց քաշ հավաքել, դարձավ ավելի ակտիվ եւ ուրախ։ Այս փոքրիկ հաջողությունները Անահիտի համար գլխավոր խթանն էին շարունակելու առաջ գնալ։
Նա ինտերնետում գտավ մուկովիսցիդոզով երեխաների ծնողների ֆորում եւ շատ նոր բան իմացավ հիվանդության, բուժման մեթոդների, պետական ծրագրերի մասին։ Փորձառու մայրերը կիսվում էին խորհուրդներով, աջակցում միմյանց։ Անահիտը հասկացավ, որ մենակ չէ իր դժվարության մեջ։ Նմաններին հազարավոր են, եւ նրանք պայքարում են, չեն հանձնվում։ Ֆորումի մայրերից մեկը պատմեց նրան մարզկենտրոնի պրոֆեսոր Գրիգորյանի մասին, թոքաբանության ոլորտի մասնագետ, ով մասնագիտացած էր հենց նման բարդ դեպքերում։ Նա հրաշքներ է գործում, գրում էր կինը։ Նրա խորհրդատվությունից եւ ուղված բուժումից հետո իմ որդին սկսեց բարելավվել։ Անահիտն անմիջապես գտավ կլինիկայի կոնտակտները, որտեղ ընդունում էր պրոֆեսորը, եւ գրանցեց Տիգրանին ընդունելության։ Հերթը 1 ամիս առաջ էր, բայց նրան բախտ վիճակվեց։ Ինչ-որ մեկը հրաժարվեց եւ ազատվեց պատուհան 1 շաբաթ հետո։ Ուղևորությունը դեռ 1 անհաշվարկված, բայց անհրաժեշտ ծախսեր։ Տոմսեր Երևան-Գյումրի, ընդունելության վճար, հնարավոր լրացուցիչ հետազոտություններ։ Ամեն ինչ գումար էր պահանջում։ Անահիտը առանց մտածելու վերցրեց անհրաժեշտ գումարը իր ռազմական ֆոնդից։ Երբ նա Դավիթին տեղեկացրեց ուղևորության մասին, օրենքով պետք էր տեղեկացնել նրան։ Նա արձագանքեց կանխատեսելիորեն։ Դարձյալ, հարցրեց նա հեռախոսով գրգռված տոնով։ Դարձյալ բժիշկ, չես հոգնել գումարները քամուն տալուց։ Սա քամուն տալ չէ, այլ մեր որդու առողջության համար։ Եվ ես քեզանից թույլտվություն չեմ խնդրում, ես պարզապես տեղեկացնում եմ քեզ։ Իսկ ում հետ ես գնալու։ Մենակ հիվանդ երեխայի հետ, իմ հետ կգա մայրս։ Իհարկե, հեգնանքով ասաց նա։ Որտեղ ես առանց քո մոր։ Նրա ձայնում այնպիսի նախանձ եւ վիրավորանք կար, որ Անահիտը անուշադիր ժպտաց։ Նա զայրանում էր ոչ թե նրանից, որ ինքը գնում է, այլ նրանից, որ ինքը կարող է հաղթահարել առանց նրա։ Բայց հաջորդ օրը նա կրկին զանգեց։ Ես ձեզ հետ կգամ, հայտարարեց նա անվիճելի տոնով։ Ինչու՞, զարմացավ Անահիտը։ Ես հայր եմ, իրավունք ունեմ, ուզում եմ լսել, թե ինչ կասի քո գովաբանված պրոֆեսորը։ Եվ ընդհանրապես, ինչպես ես պատկերացնում ուղևորությունը երեխայի եւ իրերի հետ։ Տղամարդու օգնություն է պետք։ Անահիտը ուզում էր մերժել, բայց հետո մտածեց, որ գուցե դա ավելի լավ է։ Թող ինքը բժշկից լսի ամեն ինչ։ Գուցե այդ ժամանակ հասկանա իրավիճակի ողջ լրջությունը։ Լավ, համաձայնեց նա, վաղը առավոտյան ժամը 7-ին։ Բայց առավոտյան կայարանում նրանց սպասում էր անակնկալ։ Դավիթի հետ եկել էր նաև Գայանեն։ Ես էլ եմ ձեզ հետ, ուրախ հայտարարեց նա։ Չեմ կարող իմ թորանը թողնել այդպիսի ճանապարհի վրա առանց հսկողության։ Եվ հետո պետք է ինչ-որ մեկը հետևի իրերին, մինչ դուք բժիշկների մոտ կլինեք։ Անահիտը նայեց Դավիթին, բայց նա միայն մեղավոր ուսերով շրջեց։ Մայրս պնդեց, շշնջաց նա։ Անահիտը հասկացավ, որ վիճելն անիմաստ է։ Ուղևորությունը խոստանում էր զվարճալի լինել։ Ամբողջ ճանապարհին Գայանեն չէր լռում։ Նա պատմում էր իր հիվանդությունների մասին, անպետք խորհուրդներ էր տալիս Տիգրանի խնամքի վերաբերյալ եւ բարձրաձայն դժգոհում էր։ Դավիթը լուռ նստած էր պատուհանի մոտ, խրված հեռախոսի մեջ։ Վալենտինան փորձում էր չեզոք մնալ, բայց նրա սեղմված շուրթերը ցույց էին տալիս ծայրահեղ գրգռվածություն։ Անահիտը լիովին կենտրոնացած էր Տիգրանի վրա, կերակրում էր նրան, խաղում, մանրակրկիտ անտեսելով շուրջը կատարվողը։ Կլինիկան տպավորություն թողեց նրա վրա, ժամանակակից շենք, նորագույն սարքավորումներ, քաղաքավարի անձնակազմ։ Պրոֆեսոր Գրիգորյանը պարզվեց տարեց, մոխրագույն մազերով տղամարդ, շատ ուշադիր եւ բարի աչքերով։ Նա երկար ուսումնասիրեց Տիգրանի անալիզները, հարցեր տվեց Անահիտին, ապա մանրակրկիտ սննեց երեխային։ Դավիթը եւ Գայանեն նույնպես ներկային ընդունելությանը։ Սկեսուրը փորձում էր մտցնել իր 5 կոպեկը ժողովրդական բժշկության մասին, բայց պրոֆեսորը քաղաքավարի, բայց վճռականորեն կանգնեցրեց նրան։ Ախտորոշումը ցավոք ճիշտ է, ասաց նա, ավարտելով զննումը, եւ բուժումը ընդհանուր առմամբ ճիշտ է նշանակված, բայց ես կուղեմ որոշ դեղերի դոզաները եւ կավելացնեմ եւս 1 նոր մուկոլիցիկ։ Այն թանկ է, բայց շատ արդյունավետ։ Նա մանրամասն նկարագրեց նոր բուժման սխեման, բացատրեց, թե ինչպես ճիշտ անել կինեզիթերապիան եւ տվեց Անահիտին մի քանի բրոշուրներ։ Ամենակարևորը, ասաց նա հրաժեշտի ժամանակ, նայելով երեքին, ընտանիքում հոգեբանական մթնոլորտն է։ Երեխան ամեն ինչ զգում է։ Նրան պետք են ոչ միայն դեղերը, այլև սեր, խաղաղություն եւ վստահություն, որ ամեն ինչ լավ կլինի։ Սա հաջողության կեսն է։ Նրա խոսքերը կարծես տպավորություն թողեցին Դավիթի վրա։ Նա դուրս եկավ մտածկոտ եւ լուռ։ Նույնիսկ Գայանեն խաղաղվեց։ Հետադարձ ճանապարհը դեպի Երևան անցավ լարված լռության մեջ։
Տիգրանը հոգնել էր և քմահաճ էր լինում, Անահիտը օրորում էր նրան գրկում, Վալենտինան կարդում էր գիրք, իսկ Դավիթը և նրա մայրը նստած էին, նայելով պատուհանից դուրս։ Անահիտը զգում էր, թե ինչպես օդում սեղմվում է լարվածությունը, սա փոթորիկից առաջ հանգիստն էր։ Նա չգիտեր, թե ինչ է սպասվում առջևում, բայց վստահ էր մի բանում. բժիշկի խոսքերը ընտանիքական աջակցության կարևորության մասին չէին հասել նրանց։ Նրանք մտածում էին ուրիշ բանի մասին, գումարների, թանկ տեղերի, նոր ծախսերի մասին, որոնք կընկնեն իրենց ուսերին։ Նա նայեց ամուսնուն, նրա դեմքը անթափանց էր։ Ինչ էր կատարվում նրա գլխում։ Ողորմություն որդու հանդեպ, զայրույթ ճակատագրի հանդեպ, թե նույն վիրավորանքը իր հանդեպ, որ հիվանդ երեխա է ծնել։ Նա չգիտեր, բայց իր մայրական սիրտը զգում էր։ Այս ուղևորությունը չմերձեցրեց նրանց, այլ ընդհակառակը փորեց նրանց միջև անդունդ, որի վրա այլևս անհնար էր կամուրջ կառուցել։ Նա սեղմեց Տիգրանին իրեն և փակեց աչքերը։ Առջևում ճանապարհ էր դեպի տուն, որը վաղուց դադարել էր լինել իր ամրացը։ Վերադարձան Երևան ուշ երեկոյան։ Տանը բոլորը զգում էին կոտրված և հոգնած։ Վալենտինան անմիջապես սկսեց խառնվել խոհանոցում, պատրաստելով ընթրիք և Տիգրանի համար տաք խնդիրք։ Գայանեն հղում անելով գլխացավին հեռացավ հյուրասենյակ և միացրեց հեռուստացույցը։ Դավիթը շրջում էր բնակարանով, անկյունից անկյուն, ինչպես գազան վանդակում։ Անահիտը պառկեցնելով որդուն դուրս եկավ խոհանոց։ Դավիթ, պետք է գնենք նշանակած նոր տեղը, այն թանկ է, պետք է նախապես պատվիրել։ Լսել եմ, կարճ պատասխանեց նա առանց նայելու։ Մենք կարող ենք անել միասին, բաժանել ծախսերը։ Անահիտը արեց վերջին փորձը հասնելու նրան։ Դավիթը կտրուկ կանգ առավ և շրջվեց դեպի նա։ Նրա աչքերում սառը օտար զայրույթ կար։ Ես արդեն ամեն ինչ ասել եմ քեզ, սրանք քո խնդիրներն են, քո բժիշկը, քո դեղերը։ Բայց սա մեր որդին է, որդի, ով ամբողջ կյանքը հաշմանդամ է լինելու, ով երբեք նորմալ չի լինելու։ Նա գրեթե գոռում էր. Դու դրա մասին մտածել ես։ Ես չեմ ուզում այդպիսի կյանք, ես չեմ ուզում ամբողջ աշխատավարձը դնել դեղատանը, ես ուզում եմ ապրել ինչպես բոլոր նորմալ մարդիկ։ Հանգիստ, դու կարթնացնես Տիգրանին, միջամտեց Վալենտինան։ Իսկ ինձ հոգ չէ, գոռաց Դավիթը։ Ես գնում եմ այս տնային հիվանդանոցին։ Նա բռնեց բաճկոնը, մեքենայի բանալիները և դուրս վազեց բնակարանից բարձրաձայն դուռը փակելով։ Անահիտը և նրա մայրը մնացին կանգնած խոհանոցի մեջ, լիակատար լռության մեջ։ Հյուրասենյակից լսվում էր հեռուստացույցի ծիծաղը։ Գայանենը նույնիսկ չշարժվեց։ Անահիտ, սկսեց մայրը, բայց Անահիտը կանգնեցրեց նրան։ Պետք չէ, մամ, ամեն ինչ լավ է։ Այդպես ավելի լավ է։ Հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։ Նա հանգիստ էր։ Տարօրինակ է, բայց Դավիթի գոռոցը, նրա դաժան խոսքերը ցավ չպաճառեցին նրան։ Նրանք միայն հաստատեցին այն, ինչ ինքն արդեն գիտեր։ Նա հանձնվել էր, փախել էր, լքել էր նրանց։ Եվ դա նշանակում էր, որ հիմա ինքը ազատ է։ Ազատ նրա մեղադրանքներից, նրա մորից, նրանց ընդհանուր ստի կյանքից։ Նա ունի Տիգրան, ունի մայր, ունի նպատակ և կհաղթահարի։ Գիշերը Դավիթի հեռանալուց հետո անսպասելիորեն հանգիստ էր։ Անահիտը ամուր քնեց, առանց երազների, և արթնացավ մաքուր գլխով։ Կողքին իրան կողնում խաղաղ շնչում էր Տիգրանը։ Առաջին անգամ շատ շաբաթների ընթացքում նրա շնչառությունը հարթ էր, առանց խզոցների։ Նոր դեղը, որ նրանք սկսել էին տալ դեռ 3, գործում էր։ Սա փոքրիկ հաղթանակ էր, որը ուշ էր տալիս։ Վալենտինան արդեն ոտքի էր։ Խոհանոցում հոտ էր գալիս թարմ եփած սուրճի։ Բարի առավոտ աղջիկս, ինչպես քնեցիր։ Լավ, մամ, շնորհակալ եմ։ Իսկ դու։ Ես էլ ոչ վատ, ժպտաց մայրը, բայց Անահիտը տեսավ նրա աչքերում անհանգստություն։ Նա չզանգեց։ Ոչ։ Եվ չի զանգի։ Նրանք նախաճաշեցին լռությամբ։ Գայանեն իր սենյակից չէր դուրս գալիս։ Երևի նա էլ որոշել էր ընդմիջում վերցնել։ Նախաճաշից հետո Անահիտը նստեց համակարգչի առջև։ Պետք էր աշխատել, գումար վաստակել։ Նա գրեց հաճախորդին, որ բոլոր ուղումները կատարվել են և կցեց նոր առաջխաղացման կոնցեպտը։ Հետո սկսեց փնտրել տեղեկատվություն մուկովիցիդոզով երեխաներին օգնող հիմնադրամների մասին։ Նա հասկանում էր, որ մենակ չի հաղթահարի ֆինանսական բեռը։ Պետք էր օգնություն խնդրել։ Դա նվաստացուցիչ էր, բայց այլ ելք չկար։ Ճաշի մոտ զանգեց Դավիթը։ Ուզում եմ վերցնել իմ իրերը, ասաց նա սառը, առանց նախաբանի։ Վերցրու, հանգիստ պատասխանեց Անահիտը։ Երբ սպասեմ քեզ։ Հիմա կգամ, և մայրս էլ է հեռանում։
Նա վերադառնում է իր բնակարան։ Շատ լավ։ Անահիտի ձայնում ոչ ուրախություն, ոչ ափսոսանք չկար։ Այդպես ավելի լավ կլինի բոլորի համար։ Նա եկավ կես ժամ հետո։ Մենակ լուր անցավ ննջասենյակ եւ սկսեց հավաքել իր հագուստը մեծ սպորտային պայուսակի մեջ։ Անահիտը չխանգարեց։ Նա նստած էր հյուրասենյակում, Տիգրանը գրկում եւ տեսք էր տալիս, թե գիրք էր կարդում։ Մի որոշ ժամանակ անց իր սենյակից դուրս եկավ Գայանեն, երկու մեծ ճամփրուկներով։ Հուսով եմ դու գոհ ես, նետեց նա Անահիտին անցնելիս։ Քանդեցիր ընտանիքը։ Երեխային թողեցիր առանց հոր։ Երեխային առանց հոր թողեցիք դուք ձեր որդու հետ։ Առանց աչքերը բարձրացնելու պատասխանեց Անահիտը։ Չգնահատող, շշնջաց սկեսորը։ Երբ բոլոր իրերը հավաքվեցին, Դավիթը եւ նրա մայրը կանգնած էին միջանցքում։ Բանալիները, ասաց Անահիտը, ձեռքը մեկնելով։ Դավիթը լուր հանեց ընդհանուր մատանից բնակարանի բանալիները եւ դրեց նրա ափի մեջ։ Ամուսնալուծության հարցով համաձայն եմ, ասաց նա։ Փաստաբանը կկապվի քո հետ։ Լավ։ Եվ դեռ, նա կակազեց։ Ես չեմ հրաժարվում որդուց։ Ես կվճարեմ ալիմենտ։ Որքան, հարցրեց Անահիտը։ Քիչ։ Նա կարմրեց։ Օրենքով որքան է սահմանված։ Նա շրջվեց եւ դուրս եկավ։ Գայանին վերջին թունավոր հայացքը նետեց Անահիտին եւ հետևեց նրան։ Դուռը փակվեց։ Բնակարանում լռություն տիրեց։ Այնպիսի լռություն, որ լսվում էր սեփական սրտի զարկերը։ Վալենտինան դուրս եկավ խոհանոցից եւ գրկեց դուստրերը։ Անահիտ, ամեն ինչ ավարտվեց։ Ոչ մամ, գլուխը թափահարեց Անահիտը։ Ամեն ինչ հենց հիմա է սկսվում։ Նա իրեն զգում էր այնպես, կարծես հենց նոր էր դուրս եկել երկար, մութ քարանձավից դեպի լույս։ Սարսափելի էր, անսովոր, բայց միևնույն ժամանակ զգում էր անհավանական թեթևություն։ Այլևս պետք չէր ձևացնել, հարմարվել, դիմանալ։ Նա կարող էր լինել ինքը։ Նա կարող էր շնչել լիովին կրծքով։ Այդ երեկո պարկեցնելով Տիգրանին քնելու, նա նստեց սեղանի մոտ եւ գրեց իր պատմությունը։ Նա գրող չէր, բառերը դժվար էին տրվում, բայց գրում էր անկեղծորեն, սրտից։ Պատմեց որդու հիվանդության մասին, թե ինչպես մնացին մենակ, իր պայքարի մասին։ Չէր բողոքում, չէր մեղադրում, պարզապես պատմում էր։ Ավարտելով տեղադրեց իր պատմությունը բարեգործական հիմնադրամներից մեկի էջում, Տիգրանի լուսանկարով եւ բժշկական փաստաթղթերով։ Նա չգիտեր կլինի արդյունք, բայց պետք է փորձեր։ Հետո արեց այն, ինչ շատ տարիներ չէր արել։ Հանեց սեղնահարկից 5 գիթառը, հոր նվերը, թափեց փոշին, կարգավորեց լարերը եւ առաջին ակորդը վերցրեց։ Երաժշտությունը հոսեց ինքնաբերաբար, հանգիստ մի փոքր տխուր, բայց լուսավոր։ Նա նվագում եւ երգում էր, եւ այդ երաժշտության մեջ կար իր ողջ ցավը, ողջ հույսը, ողջ սերը որդու հանդեպ։ Նա երգում էր, որ երբեք չի հանձնվի, եւ այդ պահին գիտեր, որ այդպես էլ կլինի։ Նա որոշում ընդունեց, այլևս զոհ չի լինի, կլինի մարտիկ, կանցնի ամեն ինչով, կդառնա ավելի ուժեղ եւ կկառուցի իր եւ որդու համար նոր երջանիկ կյանք։ Կյանք, որտեղ տեղ չի լինի դավաճանությանը, ստին եւ նվաստացմանը։ Կյանք լցված սիրով, երաժշտությամբ եւ լույսով։ Նա դեռ չգիտեր, թե որքան ծանր ճանապարհ է սպասվում, բայց փոթորիկից առաջ հանգիստն ավարտվել էր։ Փոթորիկն արդեն սկսվել էր, բայց հիմա Անահիտը պատրաստ էր դրան։ Նա գիտեր, որ իր կողմն է ճշմարտությունը եւ սերը, իսկ դա ամենագլխավոր սենքն է։ Կուլմինացիան եկավ 2 ամիս հետո, 2 ամիս, որոնք Անահիտի համար անցան որպես մեկ խելահեղ անվերջ օր։ Այդ ընթացքում նա հասցրեց անցնել բյուրոկրատական դժոխքի 7 շրջանակներ եւ ստանալ Տիգրանի համար հաշմանդամ երեխայի կարգավիճակ։ Սա բացում էր պետական արտոնությունների մուտքը, բայց անվճար դեղերի հերթը գրված էր կիսամյակ առաջ։ Հիմնադրամի կայքում հրապարակման շնորհիվ հավաքված գումարները օգնեցին դիմանալ, բայց դրանք արագ վերջանում էին։ Մարդիկ արձագանքեցին նրա պատմությանը, ոմանք 100 դրամ, ոմանք 1000 դրամ փոխանցելով։ Մեկ ամսում հավաքված ընդհանուր գումարը բավականացրեց դեղեր գնելու եւս 2 ամսվա համար։ Բայց հետո ինչ անել։ Անահիտը չգիտեր։ Դավիթը, չնայած խոստումներին, չէր շտապում վճարել ալիմենտը։ Նրա փաստաբանը ամեն կերպ ձգձգում էր գործընթացը, ներկայացնելով ապելյացիաներ, պահանջելով նոր փորձաքննություններ։ Պարզ դարձավ, որ նրանք Գայանեի հետ որոշել են հյուծել նրան, ստիպել հրաժարվել իր պահանջներից։ Մի օր Անահիտին զանգեց իր փաստաբանը։ Անահիտ, ունեմ նորություններ եւ վախենում եմ ձեզ դուր չեն գալու։ Ձեր նախկին ամուսինը մորը հետ վաճառում է իր բնակարանը։ Որ բնակարանը, չհասկացավ Անահիտը։ Դավիթի մոտ բնակարան չկա։ Մենք ապրում էինք իմ հիպոթեքայինում, իսկ Գայանեն հենց իր բնակարանը։
Եվ իմ տվյալներով նրանք պատրաստվում են հեռանալ քաղաքից, ամենայն հավանականությամբ դեպի Մոսկվա։ Հեռանալու են։ Անահիտի սիրտը անհանգստորեն սեղմեց։ Իսկ ինչ կլինի Ալիմենտի հետ։ Հենց դա է, ամենայն հավանականությամբ ուզում են կորել։ Կփոխեն բնակության վայրը եւ նրանց գտնելը պարտքը բռնագանձելու համար շատ խնդրահարույց կլինի։ Անահիտը հասկացավ, որ սա վերջն է։ Եթե նրանք հեռանան, կմնա ամբողջովին առանց աջակցության։ Հիմնադրամի գումարները շուտով կվերջանան, իսկ իր աշխատավարձը հազիվ էր բավականացնում ամենաանհրաժեշտի համար։ Հուսահատության մեջ նա կրկին զանգեց Դավիթին։ Գիտեմ, որ վաճառում եք բնակարանը եւ պատրաստվում եք հեռանալ, ասաց նա առանց նախաբանի։ Եվ ինչ, նրա ձայնը սառը էր։ Իրավունք ունեմ, սա համատեղ ձեռք բերված գույք չէ։ Դավիթ, ես չեմ հավակնում ձեր բնակարանին։ Խնդրում եմ մտածիր որդուդ մասին, նրան տեղեր են պետք։ Եթե հեռանաս կմնանք առանց գոյատևման միջոցների։ Սրանք քո խնդիրներն են, կտրուկ ասաց նա։ Դու ինքն ես ուզել ես ամուսնալուծություն, անկախություն, ստացիր։ Խնդրում եմ, եք հանդիպենք, խոսենք, պետք է ինչ-որ ելք լինի։ Նա լռեց, հետո անսպասելիորեն համաձայնեց։ Լավ, վաղը ժամը 3-ին քաղաքից դուրս գալու ճանապարհին սրճարանի մոտ։ Մոտեցիր կխոսենք եւ վերցրու Տիգրանին։ Ուզում եմ տեսնել որդուս։ Չնայած վատ նախազգացումներին Անահիտը համաձայնեց, սա իր վերջին շանսն էր։ Հուսով էր, որ որդուն տեսնելով Դավիթը կմեղմվի, որ նրա մեջ կարթնանա առնվազն ինչ-որ հայրական բան։ Հաջորդ օրը նա վերցրեց տաքսի եւ գնաց հանդիպման։ Տիգրանը քմահաճ էր, ատամները կտրում էին։ Անահիտը ամբողջ ճանապարհին փորձում էր հանգստացնել նրան։ Դավիթն արդեն սպասում էր նրանց սրճարանի կայանատեղիում։ Նա մենակ չէր։ Նրա հին Ռենոյի կողքին կանգնած էր Գայանեն, ձեռքերը կրծքին խաչած։ Ինչու եք այստեղ, հարցրեց Անահիտը, դուրս գալով տաքսիից։ Իսկ ես չեմ կարող թորիս տեսնել, ծաղրալի պատասխանեց սկեսուրը։ Անահիտը լռեց, նա հանեց Տիգրանին մանկական նստատեղից։ Դավիթը մոտեցավ, առավ որդուն գրկախառնը։ Տիգրանը տեսնելով անծանոթ դեմքը, սկսեց լաց լինել։ Ինչու ես անընդհատ գոռում, գրգռված ասաց Դավիթը, ետ տալով երեխային Անահիտին։ Միշտ էլ քեզ մոտ է լաց լինում, ատամները կտրում են, ցավում է, հանգիստ պատասխանեց նա։ Գնանք մեքենա, խոսենք, ասաց Դավիթը։ Փողոցում չենք կանգնի, նրանք նստեցին նրա մեքենան։ Անահիտը Տիգրանի հետ հետևի նստատեղում, Գայանեն առջևում։ Լավ, լսում եմ, սկսեց Դավիթը շրջվելով դեպի նա։ Խնդրում եմ չհեռանալ, մինչև ալիմենտի հարցը չլուծվի, կամ տուր ինձ մեծ գումար բուժման համար, եւ ես կհրաժարվեմ բոլոր պահանջներից։ Մեծ գումար, ծիծաղեց Գայանեն։ Չափից շատ չես ուզում։ Ես ուզում եմ, որ իմ որդին ապրի։ Դավիթը միացրեց մեքենան։ Մենք մայրիկիս հետ խորհրդեցինք եւ ավելի լավ բան մտածեցինք, ասաց նա դուրս գալով մայրուղի։ Ինչ, լարվեց Անահիտը։ Մենք վերցնում ենք Տիգրանին մեզ հետ։ Ինչ։ Նա չհավատաց իր ականջներին։ Ինչ ես զարմանում, շրջվեց դեպի նա Գայանեն։ Դու վատ մայր ես, չես կարողանում երեխային ապահովել նորմալ բուժում, իսկ մենք կարող ենք։ Մենք վաճառեցինք բնակարանը, գումար ունենք, կտանենք նրան Մոսկվա, լավագույն կլինիկա, իսկ դու մնա այստեղ եւ կառուցիր քո կարիերան։ Դուք խելագարվել եք, գոռաց Անահիտը, սեղմելով Տիգրանին իրեն։ Ես ձեզ չեմ տա նրան, իսկ քեզ ոչ ոք չի հարցնում, սառը ասաց Դավիթը։ Դու ինքդ հրաժարվեցիր նրանից, երբ դիմեցիր ամուսնալուծության։ Մեքենան արագանում էր, հեռանալով քաղաքից։ Պատուհանից դուրս անցնում էին մերկ ծառերը եւ դաշտերը։ Անահիտը հասկացավ, որ ընկել է թակարդի մեջ։ Նրանք ամեն ինչ պլանավորել էին։ Նրանք գայթակղել էին նրան այստեղ երեխային խլելու համար։ Կանգնեցրեք մեքենան, գոռում էր նա։ Ես ձեզ հետ ոչ մի տեղ չեմ գնա։ Դու չես գնա, ծիծաղեց Դավիթը։ Նա կտրուկ շրջվեց դեպի եզր եւ արգելակեց։ Շուրջը ոչ ոք չկար, միայն մութ մայրուղի եւ անտառ երկու կողմերից։ Դուրս եք, հրամայեց նա։ Ես դուրս չեմ գալու։ Անահիտը ամուր բռնվեց նստատեղից։ Դուրս եք, ասացի։ Նա բացեց հետևի դուռը եւ բռնեց նրա ձեռքից։ Տուր երեխային։ Ոչ, նա բոռում էր, պաշտպանվում էր, բայց ուժերը անհավասար էին։ Դավիթը խլեց Տիգրանին, ով լաց էր լինում, եւ տվեց Գայանեին։ Հետո կոպտորեն դուրս հրեց Անահիտին մեքենայից։ Նա փակեց դուռը։ Մեքենան արագացավ, թողնելով Անահիտին մենակ գիշերային մայրուղու եզրին։ Նա վազեց նրանց հետևից, գոռում էր, սայթաքում եւ ընկնում, բայց հետևի լույսերի կարմիր կետերը արագ անհետացան մթության մեջ։ Նա մնաց մենակ, առանց գումարի, առանց հեռախոսի, որը ընկել էր ինչ-որտեղ մեքենայում, եւ առանց իր որդու։ Անահիտը կանգնած էր եզրին, նայելով սև դատարկությանը, որը կուլ էր տվել մեքենան իր որդու հետ։ Գոռոցը խրպոտվեց կոկորդում։ Մարմինը դողում էր, կամ նոյեմբերյան սառը քամուց, կամ այն սարսափից, որը սառը ճյուղերով սեղմել էր իր ողջեյությունը։ Նրանք խլեցին նրան,
խլեցին Տիգրանին։ Այս միտքը զարկում էր աշնամուտներում, խլելով եւ զրկելով առողջ մտածելու կարողությունից։ Նա իջավ սառը խոնավ ասֆալտի վրա, գրկելով իրեն ձեռքերով։ Արդյունքներ չկային, կար միայն թմրություն, հիմար, կպչուն, ինչպես ճահճային տիղմ։ Նա նայում էր անցնող մեքենաներին, նրանց վառ լույսերին, որոնք մթությունից հանում էին իր մենակ կերպարը։ Այդ տաք հարմարավետ ավտոմեքենաներում մարդիկ գնում էին տուն, իրենց ընտանիքների, իրենց երեխաների մոտ։ Նրանք նույնիսկ չէին կասկածում, որ այստեղ, եզրին, հենց նոր փլուզվել էր ամբողջ մի աշխարհ։ Որքան նստած էր այդպես, չգիտեր։ Րոպեները միախառնվում էին ժամերի, սառը ներխուժում էր ոսկորների մեջ։ Նա փորձում էր վեր կենալ, բայց ոտքերը չէին հնասանդվում։ Գլխում լիակատար խառնաշփոթ էր։ Ինչ անել, ուր գնալ, ինչպես վերադարձնել որդուն։ Նրանք Մոսկվայում են, լավագույն կլինիկայում, արձագանքում էին Գայանեի խոսքերը։ Սուտ։ Սա ոչ թե հոգատարություն է, այլ վրեժ։ Նրանք ուզում էին պատժել նրան, կոտրել, ստիպել տառապել, եւ նրանց հաջողվեց։ Նա փորձեց հիշել մեքենայի համարը, բայց խուճապի մեջ ոչինչ չհիշեց։ Բացի նրանից, որ դա հին արծաթագույն Ռենո էր, անօգուտ։ Ոստիկանություն, պետք է հասնել ոստիկանություն։ Նա կրկին փորձեց վեր կենալ, եւ այս անգամ հաջողվեց։ Տատանվելով նա գնաց մայրուղու երկայնքով դեպի քաղաք։ Ամեն քայլը դժվարությամբ էր տրվում։ Քամին դեմքին շպրտում էր սառը խոշոր ձյունահատիկներ։ Նա գնում էր առանց ճանապարհ ընտրելու եւ շշնջում էր միակ անունը. Տիգրան, Տիգրանիկ։ Մի քանի մեքենա անցան կողքով առանց արագությունը իջեցնելու։ Ոչ ոք չէր ուզում կանգ առնել միայնակ կնոջ համար։ Գիշերային մայրուղում նա բարձրացրեց ձեռքը, փորձելով կանգնեցնել մեքենա։ Բայց նրա ժեստը այնքան հուսահատ էր, որ հավանաբար միայն վախեցնում էր վարորդներին։ Նա պատկերացրեց, թե ինչպես է հիմա իր որդին լաց լինում օտար մեքենայում, կանչելով մորը։ Այս մտքից ցավը դարձավ գրեթե ֆիզիկական։ Նա կրացավ կիսով չափ եւ վերջապես պայթեց։ Նա ողբում էր կանգնած ծնկների վրա ճանապարհի մեջտեղում, եւ նրա գոռոցը խեղդվում էր քամ ու աղմուկի եւ անցնող բեռնատարների գոռոցի մեջ։ Նա չգիտեր, որ Դավիթը եւ Գայանեն ընդհանրապես չէին պատրաստվում գնալ Մոսկվա։ Նրանք վերադարձան քաղաք եւ վարձեցին բնակարան քաղաքի մյուս ծայրում, թաքնվելու համար։ Նրանք իսկապես ուզում էին վերցնել Տիգրանին, բայց ոչ բուժելու համար։ Նրանք ուզում էին օգտագործել նրան որպես պատանդ, որպես ճնշման գործիք Անահիտի վրա։ Ստիպելու նրան հրաժարվել ալիմենտից եւ տալ իրենց գումարի մի մասը իր հիպոթեքային բնակարանի վաճառքից։ Նրանք վստահ էին, որ որդուն կորցնելով նա կդառնա հնազանդ եւ կանի ամեն ինչ, ինչ նրանք կասեն։ Նրանք թերագնահատեցին նրան։ Նրանք թերագնահատեցին մայրական սիրո ուժը։ Նա նաև չգիտեր, որ այն պահին, երբ նա լաց էր լինում ճանապարհին, իր մայրը Վալենտինան, անհանգստությունից տեղը չգտնելով, արդեն զանգահարում էր հիվանդանոցներ եւ դիահերձարաններ։ Անահիտը պետք է վերադառնար մի քանի ժամ առաջ, բայց նրա հեռախոսը անհասանելի էր։ Նա վերկացավ։ Պետք էր գնալ։ Անկախ ամեն ինչից նա գնում էր եւ գլխում սկսեց կազմվել պլան։ Նա կգտնի նրանց, կվերադարձնի իր որդուն, կստիպի նրանց վճարել ամեն ինչի համար։ Ամեն արդյունքի, որդու յուրաքանչյուր վախի վայրկյանի համար։ Սառը, խելամիտ զայրույթը սկսեց դուրս մղել հուսահատությունը։ Նա այլևս զոհ չէր, նա մայր էր, ումից խլել էին ամենաթանկը, եւ պատրաստ էր ամեն ինչի։ Մեկ այլ բեռնատար անցավ կողքով, ցեխոտ ձյուն շրպրտելով անինների տակից։ Նա նույնիսկ չդողաց։ Նա նայում էր նրա հետևից եւ մտածում էր միայն մեկ բանի մասին. պետք է գոյատևի, պետք է հասնի, պետք է հաղթի։ Այս գիշերը մայրուղում դարձավ նրա համար անդառնալի կետ, որից հետո նա այլևս երբեք չի լինի նախկինը։ Նա կորցրել էր ամեն ինչ, բայց ձեռք էր բերել ավելին՝ զայրույթ եւ պայքարելու կամք։ Զայրույթ, որը տաքացնում էր նրան ավելի լավ, քան ցանկացած հագուստ, եւ առաջ էր տանում մթության եւ ցրտի միջով, դեպի իր միակ նպատակը՝ վերադարձնել որդուն։ Հանդիպակի լույսերի կուրացնող լույսի մեջ Անահիտը տեսավ հսկայական ուրվագիծ։ Բեռնատարը դանդաղ իջեցրեց արագությունը, շրջվելով դեպի եզր։ Մի ակնթարթ նրան պատեց վախը,
Ով գիտե, թե ով է նստած ղեկին, բայց հուսահատությունն ավելի ուժեղ էր։ Երբ բեռնատարի խցիկը հավասարվեց նրան, դուռը ճռալով բացվեց։ Ձեզ հետ ամեն ինչ կարգին է, մթությունից հնչեց ցածր, հանգիստ տղամարդու ձայն։ Ինչ եք անում մայրուղում այս ժամին։ Անահիտը բարձրացրեց գլուխը։ Լամպի լույսից նա տեսավ վարորդի դեմքը։ Տղամարդ մոտ 40 տարեկան, հոգնած, բայց բարի աչքերով եւ խիտ մորուքով։ Նա նայում էր նրան անկեղծ անհանգստությամբ։ Ինձանից խլեցին որդուս, արտաշնչեց նա, եւ նոր ողբինոպան ցնցեց նրա մարմինը։ Հանգիստ, հանգիստ, ասաց վարորդը։ Բարձրացեք խցիկ, դուք ամբողջովին սարել եք։ Մի վախեցեք, չեմ վիրավորի։ Նա առանց մտածելու բարձրացավ բարձր աստիճաններով։ Խցիկում տաք էր եւ հոտ էր գալիս սուրճի։ Վարորդը մեկնեց նրան մեծ վերմակ։ Փաթաթվեք, հիմա թեյ կլցնեմ։ Նա նստատեղի տակից հանեց թերմոսը եւ լցրեց պլաստիկ բաժակի մեջ տաք, քաղցր թեյ։ Անահիտը խմում էր այրող հեղուկը, եւ նրա դողը դանդաղ հանգստանում էր։ Պատվեք, ինչ է պատահել, ասաց վարորդը շարժվելով տեղից։ Ես Վարդանն եմ։ Անահիտ, եւ նա պատմեց ամեն ինչ սկզբից։ Տիգրանի հիվանդության մասին, ամուսնու եւ սկեսրայրի մասին, նրանց դավաճանության, թե ինչպես դու շրպրտեցին մեքենայից։ Նա լսում էր լուր, առանց ընդհատելու։ Միայն ավելի ամուր սեղմում էր ղեկը, եւ նրա այդ ոսկրերի վրա շարժվում էին ծնոտները։ Տգետներ, կարճ ասաց նա, երբ նա ավարտեց։ Ներեք արտահայտության համար, չգիտեմ, թե ինչ անեմ, շշնջաց Անահիտը։ Հեռախոսս չկա։ Մի անհանգստացեք, վճռականորեն ասաց Վարդանը։ Հիմա կհասնենք մոտակա ճանապարհային ոստիկանության կետը, ամեն ինչ կբացատրենք։ Իսկ հեռախոսը, սպասիր, նա բացեց գլխարկի դարակը եւ հանեց իր սմարթֆոնը։ Իմ մոտ վիդեորեգիստրատորը մշտապես գրում է, ասաց նա միացնելով հեռախոսը սարքին։ Գուցե քո ամուսնու մեքենայի համարը գրված է։ Նա սկսեց դիտել գրառումը։ Անահիտը շունչը պահեց։ Ահա այն, նրանց հանդիպումը կայանատեղիում։ Ահա նա դուրս է գալիս տաքսիից։ Ահա նրանք նստում են Ռենոյի մեջ։ Վիկտորը մեծացրեց պատկերը։ Համարը անհստակ էր, բայց կարելի էր տարբերել։ Կա, բացականչեց նա։ Հիմա մենք ունենք թել։ Անահիտը զգաց առաջին հույսի կայծը այդ սարսափելի գիշերվա ընթացքում։ Վարդան, ինչ է դա ձեր արջևի ապակուն, հարցրեց նա, նկատելով փոքրիկ տեսախցիկը, ուղված դեպի մեզ։ Ահա դա, նա շփոթվեց, ես բլոգ եմ վարում, կոչվում է Կյանքի ճանապարհներ, պատմում եմ հեռահար վարորդների կյանքի, ճանապարհների, հանդիպած մարդկանց մասին։ Դուք նկարահանել եք մեր խոսակցությունը։ Այո, գլխով արեց նա։ Տեսախցիկը ինքնաբերաբար է միանում, բայց մի անհանգստացեք, առանց ձեր թույլտվության ոչինչ չեմ հրապարակի։ Անահիտը մտածեց. բլոգ, ինտերնետ, սա շանս էր։ Շանս պատմել իր պատմությունը ոչ միայն ոստիկանությանը, այլև հազարավոր մարդկանց։ Շանս, որ ինչ-որ մեկը կճանաչի այդ մեքենան, այդ մարդկանց։ Վարդան, վճռականորեն ասաց նա, ուզում եմ, որ դուք դա հրապարակեք։ Վստահ եք, նա զարմացած նայեց նրան։ Բացարձակապես, ուզում եմ, որ բոլորը իմանան, թե ինչի են ընդունակ այս մարդից։ Ուզում եմ, որ նրանք չկարողանան թաքնվել։ Ճանապարհային ոստիկանության կետում նրանց դիմավորեցին անվստահությամբ։ Անահիտի պատմությունը չափից դուրս վայրի էր թվում, ճիշտ լինելու համար։ Ընտանեկան հաշիվներ, հոգնած ասաց հերթապահը։ Ամուսինը հավանաբար կհովանա եւ կվերադարձնի երեխային, բայց երբ Վարդանը ցույց տվեց ռեգիստրատորի գրառումը, որտեղ երևում էր մեքենայի համարը, եւ պատմեց, որ ամեն ինչ նկարահանված է, նրանց վերաբերմունքը փոխվեց։ Նրանք ընդունեցին Անահիտի հայտարարությունը, հայտարարեցին մեքենան հետախուզման մեջ։ Եվ տեղեկությունը փոխանցեցին անչափահասների գործերի բաժին։ Մենք ձեզ կհասցնենք քաղաք, ասաց ոստիկաններից մեկը։ Պետք չէ, միջամտեց Վարդանը։ Ես ինքս կհասցնեմ։ Նա ուղիղ տուն հասցրեց նրան, օգնեց բարձրանալ բնակարան։ Դուռը բացեց լացող Վալենտինան։ Տեսնելով դստերը, նա ահաբեկվեց եւ շտապեց նրա մոտ։ Անահիտ, ողջ ես, որտեղ էիր։ Գրեթե խելագարվել էի։ Անահիտը պատմեց ամեն ինչ։ Վարդանը համեստորեն կանգնած էր կողքին։ Շնորհակալ եմ, ասաց Վալենտինան, դիմելով նրան։ Դուք փրկեցիք իմ դստերը։ Պարզապես արեցի այն, ինչ պետք է անի ցանկացած նորմալ մարդ, պատասխանեց նա։
Հեռանալուց առաջ Վարդանը թողեց Անահիտին իր հեռախոսահամարը։ Հիմա կմշակեմ վիդեոն եւ կհրապարակեմ, ասաց նա։ Եթե ուզում եք կմշուշեմ ձեր դեմքը եւ կփոխեմ ձայնը։ Պետք չէ, գլուխը թափահարեց Անահիտը։ Չեմ վախենում, թող բոլորը տեսնեն եւ լսեն։ Լավ, գլուխով արեց նա։ Կուղարկեմ հղումը։ Պահպանեք ձեզ։ Այդ գիշեր Անահիտը չքնեց։ Նա նստած էր մոր կողքին խոհանոցում, խմում էր թեյ եւ սպասում։ Առավոտյան մոտ Վարդանը ուղարկեց վիդեոյի հղումը։ Նա անվանել էր այն պարզապես մայր եւ երեխա գիշերային մայրուղում։ Տեսանյութը սկսվում էր նրա խցիկում նկարահանված կադրերով։ Ահա նա, խրպոտ, սառած, պատմում է իր պատմությունը։ Նրա ձայնը դողում է, բայց դրա մեջ հնչում է պողպատե վճռականություն։ Հետո գնում են ռեգիստրատորի կադրերը։ Մութ մայրուղի, մենակ կերպար եզրին։ Վարդանը իրենից ոչ մի բառ չավելացրեց, միայն վերջում գրեց. Եթե ինչ-որ մեկը կարող է օգնել այս կնոջը գտնել որդուն, ահա նրա պատմությունը։ Անահիտը փակեց նոթբուքը, նա արել էր ամեն ինչ կարող էր, հիմա մնում էր միայն սպասել։ Նա չգիտեր, որ արդեն մի քանի ժամ հետո այս վիդեոն կպայթեցնի ինտերնետը, որ հազարավոր մարդիկ կտարածեն այն միմյանց, կթողնեն զայրացած մեկնաբանություններ, որ նրա պատմությունը կդառնա տեղական պաբլիկների գլխավոր նորությունը։ Նա չգիտեր, որ հենց այդ պահին Դավիթը եւ Գայանեն վստահ իրենց անպատժելիության մեջ հանգիստ քնում էին վարձակալած բնակարանում, առանց կասկածելու, թե ինչ փոթորիկ անարդարության եւ ժողովրդական զայրույթի է պատրաստվում ընկնել իրենց գլխին։ Փոթորիկ, որը նրանք ինքներն էին առաջացրել։ Առավոտյան ռոլիկը հավաքել էր տասնյակ հազարավոր դիտումներ, կեսօրին 100 հազարավոր։ Անահիտի պատմությունը տարածվեց սոցիալական ցանցերով, լրատվական կայքերով եւ մեսենջերներով։ Մարդիկ զայրացած էին։ Վիդեոյի տակ մեկնաբանությունները լի էին համակրանքով Անահիտի հանդեպ եւ անեծքներով նրա ամուսնու եւ սկեսուրի հասցեին։ Գտնել եւ պատժել։ Ինչ անմարդկայիններ են։ Աղջիկ, դիմացիր, մենք քեզ հետ ենք։ Գրում էին անծանոթ մարդիկ ամբողջ երկրից։ Վարդանը տեսնելով այդպիսի արձագանք, վիդեոին գցեց Անահիտի քարտի համարը, որը նա բացել էր բարեգործական հիմնադրամի համար նշումով. Տիգրանի բուժման եւ մայրիկին օգնության համար։ Եվ գումարները սկսեցին հոսել։ Սկզբում փոքր գումարներ՝ 100-200 դրամ, հետո հազարավոր՝ 5000։ Ոմանք փոխանցեցին 10000, ոմանք 50000։ Մարդիկ ոչ միայն համակրանք էին ցուցաբերում, նրանք ուզում էին օգնել։ Երեկոյան Անահիտի հաշվին կար գումար, որը գերազանցում էր հիմնադրամի միջոցով 2 ամսում հավաքվածը։ Մինչդեռ ոստիկանությունը հանրային արձագանքի ճնշման տակ ակտիվացրեց որոնումները։ Դավիթի մեքենայի համարը փոխանցվեց բոլոր բարեկներին։ Նրա լուսանկարը վերցված սոցցանցի էջից հրապարակվեց տեղական լրատվամիջոցներում։ Դավիթը եւ Գայանեն ոչինչ չգիտեին։ Նրանք ուշ արթնացան, վստահ, որ Անահիտը կոտրված է եւ շուտով ինքը կկապվի, պատրաստ ցանկացած պայմանների։ Զանգեց, հարցրեց Գայանեն նախաչաշի ժամանակ։ Ոչ, դեր ոչ, պատասխանեց Դավիթը, ոլորելով հերախոսի նորությունների լրահոսը։ Թող տանջվի, կիմանա թե ինչպես է պետք մեզ էլ կապվել։ Տիգրանը ամբողջ գիշեր լաց էր լինում, եւ նրանք գրեթե չէին քնել։ Գայանեն փորձում էր կերակրել նրան կատնաշորով, բայց նա հրաժարվում էր։ Նա չգիտեր, որ յուրաքանչյուր կերակուրի հետ պետք են հատուկ ֆերմենտներ, չգիտեր, թե ինչպես անել ինհալացիաներ։ Երեխան նրա համար միայն գործիք էր, եւ ինչպես վարվել նրա հետ ոչ մի գաղափար չուներ։ Առաջին անհանգստացնող զանգը հնչեց կեսօրին։ Զանգում էր Դավիթի պետը ավտոսրահից։ Դու որտեղ ես։ Ինչու չես աշխատանքի։ Ես հիվանդացել եմ, ստեց Դավիթը։ Մի ստիր ինձ, գոռաց պետը։ Տեսել եմ վիդեոն։ Ինչ ես թույլ տալիս քեզ։ Հիվանդ երեխայով կնոջը դուրս շպրտել մայրուղու վրա։ Դու աշխատանքից ազատված ես, եւ որ քո ոգին չլինի մեր սրահում։ Հասկացա՞լ։ Կգաս աշխատանքային գրքի համար, երբ սկանդալը հանգստանա։ Դավիթը ապշած նայում էր հեռախոսին։ Վիդեո։ Ինչ է ասում։ Նա մտավ ինտերնետ եւ առաջին իսկ էջում տեղական լրատվական պորտալի վրա տեսավ իր լուսանկարը եւ վերնագիրը։ Երևանի բնակիչը մեքենայից դուրս է շպրտել հիվանդ որդով կնոջը մայրուղու վրա։ Նա բացեց հոդվածը, դիտեց ռոլիկը։ Ահա բեռնատարի խցիկը, ահա լաց հողանահիտը, պատմում է նրանց պատմությունը։ Իսկ ահա ռեգիստրատորի գրառումը, որտեղ երևում է ինքը, իր մայրը, իրենց մեքենան։ Մամ, գոռաց նա, արի այստեղ, արագ։ Գայանեն վազեց գորոցի վրա։ Միասին դիտեցին վիդեոն, եւ նրանց դեմքերը սպիտակվեցին։ Ամեն ինչ նկարահանված է, շշնջաց Գայանեն։ Մեզ փնտրում է ոստիկանությունը, ասաց Դավիթը խուճապի մեջ, աչքերը վազեցնելով էկրանի վրա։
Ինձ աշխատանքից հեռացրին։ Ինչ անենք։ Այդ պահին դուռը զանգեցին։ Դրան շեմին կանգնած էին երկու ոստիկան եւ անչափահասների գործերի տեսուչ։ Դավիթ, հետևեք մեզ։ Բաժնում նրանց հարցաքննեցին առանձին։ Նրանք փորձում էին ստել, խուսափել, մեղադրելով Անահիտին։ Ասում էին, որ նա ինքը հեռացել է, որ նա հիստերիկ է, բայց վիդեոգրառումը անհերքելի ապացույց էր։ Տիգրանին խլեցին նրանցից եւ բժշկի զննումից հետո հանձնեցին Անահիտին։ Երբ Անահիտը եկավ բաժին որդուն վերցնելու, նա միջանցքում հանդիպեց Դավիթին։ Նա թվում էր ջախջախված։ Անահիտ, ներիր, շշնջաց նա։ Նա ոչինչ չպատասխանեց։ Պարզապես անցավ կողքով, ամուր սեղմելով Տիգրանին իրեն։ Բոլոր խոսքերն ասված էին, բոլոր կամուրջները այրվել են։ Տուն վերադարձը նման էր երազի։ Տիգրանը, հյուծված եւ վախեցած, անմիջապես քնեց նրա գրկում։ Վալենտինան ուրախությունից լաց էր իմում։ Անահիտի հեռախոսը պայթում էր լրագրողների զանգերից, բայց նա ոչ ոքի չպատասխանեց։ Նրան ժամանակ էր պետք ուշքի գալու համար։ Երեկոյան, երբ ամեն ինչ հանգստացավ, նա ստուգեց իր բանկային հաշիվը։ Անծանոթ մարդկանց կողմից փոխանցված գումարը անհավանական էր, գրեթե 12 միլիոն դրամ։ Դա բավական կլիներ մի քանի տարվա բուժման, լավագույն բժիշկների, ամեն ինչի համար ինչ պետք է իր ողթուն։ Նա նստած էր նայելով թվերին եւ լաց էր լինում, բայց սրանք շնորհակալության արդյունքներ էին։ Շնորհակալություն Վարդանին, ով չանցավ կողքով։ Շնորհակալություն հազարավոր մարդկանց, ովքեր չմնացին անտարբեր։ Իսկ Դավիթը եւ Գայանեն այդ պահին վերադառնում էին իրենց այժմ վաճառված բնակարան վերջին իրերը վերցնելու։ Գործարքն ավարտված էր, նոր տերերը պետք է մտնեին 2 օր հետո։ Բնակարանի վաճառքից ստացված գումարը հազիվ բավականացրեց Գայանեի կուտակված պարտքերը մարելու համար։ Նրանք գրեթե ոչինչով մնացին, առանց աշխատանքի, առանց բնակարանի, փչացած համբավով։ Քաղաքում բոլորը ճանաչում էին նրանց։ Հարևանները Գայանեին տեսնելիս ցուցադրաբար շրջվում էին։ Նրա նախկին բնակարանի դրան վրա ինչ-որ մեկը ներկով գրել էր. «Այստեղ ապրում է կախարդուհի»։ Նրանք կանգնած էին դատարկ սենյակների մեջտեղում, եւ Դավիթը հանկարծ հարցրեց. «Մամ, ինչու արեցինք ամեն ինչ»։ Գայանեն չպատասխանեց։ Նա նայում էր պատուհանից դուրս, մութ քաղաքին, եւ հավանաբար առաջին անգամ կյանքում իրեն լիովին մենակ եւ պարտված էր զգում։ Բումերենգը, որը նրանք գործարկել էին, վերադարձավ եւ հարվածեց նրանց ջախջախիչ ուժով։ Նրանք ուզում էին խլել Անահիտից ամեն ինչ, իսկ ի վերջո իրենք կորցրին ամեն ինչ։ Անցավ 1 տարի։ Պատուհանից դուրս կրկին նոյեմբեր էր, բայց հիմա նա Անահիտին այդպես սառը եւ թշնամական չէր թվում։ Նրանց փոքրիկ բնակարանում տաք եւ հարմարավետ էր։ Տիգրանը, որն արդեն 2 տարեկան էր, զվարթ քայլում էր սենյակով, առաջ մղելով խաղալիք մեքենան։ Նա դեռ մշտական բժշկական հսկողության տակ էր, բայց ժամանակին եւ որակյալ բուժման շնորհիվ հիվանդությունը հետ էր նահանջել։ Նա մեծանում էր ակտիվ եւ հետաքրքրասեր տղա, գրեթե չտարբերվելով իր առողջ հասակակիցներից։ Անահիտը փոխվել էր, աչքերում հոգնածությունը փոխարինվել էր հանգիստ վստահությամբ։ Նա այլևս SMM մենեջեր չէր աշխատում։ Մարդկանց կողմից հավաքված գումարները թույլ տվեցին ոչ միայն ապահովել Տիգրանին լավագույն բուժումը, այլև ամբողջությամբ փոխել իր կյանքը։ Նա անցել էր մանկական վերականգնողականության դասընթացներ եւ հիմա աշխատում էր նույն այդ բարեգործական հիմնադրամում, որը ժամանակին օգնել էր իրեն։ Նա օգնում էր այլ մայրերի, ովքեր բախվել էին նույն դժվարությանը, խորհրդատվություն էր տալիս, աջակցում, կիսվում իր փորձով։ Նրա պատմությունը շատերի համար դարձավ օրինակ, որ երբեք չի կարելի հանձնվել։ Վալենտինան այդպես էլ մնաց նրանց հետ ապրելու։ Նա հրաժարվեց աշխատանքից իր քաղաքի դպրոցում եւ տեղափոխվեց Երևան լինելու դստեր եւ թողան կողքին։ Նրա համեստ կենսաթոշակը եւ Անահիտի աշխատավարձը հիմնադրամում բավականացնում էին կյանքի համար։ Մարդկանց կողմից հավաքված հսկայական գումարը պահվում էր հատուկ հաշվում Տիգրանի համար։ Անահիտը որոշել էր, որ այդ գումարները նրա ապագան են, կրթությունը, լիարժեք կյանքի հնարավորությունը։ Դավիթի հետ նրանք ամուսնալուծվեցին։ Նա չվիճարկեց նրա պահանջները։ Դատարանը պարտավորեցրեց նրան վճարել ալիմենտ, բայց նա վճարում էր ոչ կանոնավոր եւ փոքր գումարներով։ Ավտոսրահից հեռացվելուց հետո նա այդպես էլ չկարողացավ գտնել նորմալ աշխատանք։ Հաշվեհաշվով ապրում էր պատահական վաստակներով, ապրում էր մոր հետ քաղաքի ծայրամասում վարձակալած սենյակում։ Գայանեն ասում են շատ էր թուլացել, փակվել էր իր մեջ, գրեթե չէր դուրս գալիս տնից։
Նրանց պատմությունը քաղաքում դարձավ իսկական առակ, որը շշնջում էին որպես զգուշացում։ Վարդանի հետ հեռահար վարորդի Անահիտը պահպանում էր տաք ընկերական հարաբերություններ։ Նա զանգում էր նրան յուրաքանչյուր երթից, ուղարկում էր զվարճալի լուսանկարներ տարբեր քաղաքներից։ Մի քանի անգամ անցնելով Երևանով նա այցելում էր նրանց։ Տիգրանը սիրում էր նրան, ով միշտ բերում էր նրան մեծ խաղալիք բեռնատարներ։ Վարդանը երբեք չէր հուշում ինչ-որ ավելի մեծ բանի մասին, քան ընկերությունը, եւ Անահիտը շնորհակալ էր նրան դրա համար։ Նրա սիրտը դեռ պատրաստ չէր նոր հարաբերությունների։ Նա իրեն նվիրել էր որդուն եւ իր նոր աշխատանքին։ Մի երեկո, երբ նրանք մոր եւ Տիգրանի հետ նստած էին խոհանոցում եւ ընթրիք էին ուտում, հնչեց հեռախոսազանգ։ Համարը անծանոթ էր։ «Ալո», զգուշորեն ասաց Անահիտը։ «Անահիտ, սա Դավիթն է»։ Նա սառեց գդալը ձեռքին։ Նա գրեթե 1 տարի չէր լսել նրա ձայնը։ «Ինչ ես ուզում», հարցրեց նա։ «Ուզում էի շնորհավորել Տիգրանին ծննդյան օրվա առթիվ։ Գիտեմ, որ 3 էր։ Կարող եմ գալ տեսնել նրան»։ Անահիտը նայեց որդուն, ով ախորժակով ուտում էր, հետո մորը։ Վալենտինան հազիվ նկատելիորեն գլխով արեց։ «Լավ», ասաց Անահիտը։ «Արի, բայց ոչ երկար»։ Նա եկավ 1 ժամ հետո, նիհարած, հյուծված, հին մաշված բաճկոնով, ձեռքին փոքրիկ փաթեթ էր։ «Սա Տիգրանի համար», ասաց նա, մեկնելով նվերը։ Անահիտը բացեց փաթեթը։ Ներսում պարզ փայտե ձիուկ էր, ձեռագործ։ «Ես ինքս եմ արել», շփոթված ասաց Դավիթը։ «Գնացի գեղագիտական դասընթացների»։ Տիգրանը հետաքրքրությամբ նայեց նոր մարդուն, հետո խաղալիքին։ Նա վերցրեց ձիուկը եւ ժպտաց։ Դավիթը նայում էր որդուն, եւ նրա աչքերում արցունքներ կային։ Նա մնաց նրանց մոտ ոչ ավելի քան 15 րոպե։ Անճարակ կակազելով խոսեց Տիգրանի հետ։ Պատմեց, որ աշխատանքի է անցել կահույքի արհեստանոցում, որ հաճելի է ձեռքերով աշխատել։ Հեռանալուց առաջ նա կանգ առավ դրան մոտ։ «Անահիտ, գիտեմ, որ ներողություն չկա ինձ համար, բայց ուզում եմ, որ իմանաս, ամեն օր զղջում եմ արածից համար, ամեն օր»։ «Գիտեմ», հանգիստ ասաց նա։ «Գնա»։ Երբ նա հեռացավ, Վալենտինան հարցրեց. «Ներեցիր նրան»։ «Չգիտեմ, մամ», ազնվորեն պատասխանեց Անահիտը։ «Հավանաբար ոչ, բայց ես այլևս ատելություն չեմ զգում, միայն դատարկություն եւ մի փոքր ողորմություն»։ Նա վերցրեց փայտե ձիուկը եւ դրեց այն մանկական սենյակի դարակում։ Հնարավոր է Դավիթն իսկապես սկսել է փոխվել։ Հնարավոր է նա երբևէ դառնա Տիգրանի իսկական հայրը, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է։ Իսկ իր պատմությունը դավաճանության եւ ցավի մասին ավարտվել էր։ Ավարտվել էր այն գիշերը մայրուղում։ Ամեն ինչ, ինչ եղել է հետո, արդեն նոր կյանք էր։ Կյանք, որը նա նվաճել էր։ Կյանք, որտեղ նա ուժեղ էր, ազատ, չնայած ամեն ինչին, երջանիկ։ Նա մոտեցավ պատուհանին եւ նայեց գիշերային քաղաքին։ Որևէ տեղ այնտեղ իր բեռնատարում անվերջ ճանապարհով գնում էր Վարդանը։ Որևէ տեղ փոքր վարձակալած սենյակում փորձում էր սկսել ամեն ինչ զրոյից Դավիթը։ Իսկ ինքը այստեղ էր, իր տաք բնակարանում, քնած որդու եւ սիրող մոր կողքին։ Եվ նա գիտեր, որ ամեն ինչ ճիշտ է արել։ Նա անցել էր ջրօղքով, բայց դուրս էր եկել առանց կոտրողվելու։ Նա գտել էր իրեն եւ դա իր գլխավոր հաղթանակն էր։ Շնորհակալ եմ, որ լսեցիք այս դժվար պատմությունը մինչև վերջ։ Երբեմն կյանքը մեզ դաժան դասեր է տալիս, բայց հենց դրանք են մեզ ավելի ուժեղ դարձնում։ Եթե հավատում եք ոգու ուժին եւ արդարությանը, դրեք լայք եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես կվարվեիք հերոսուհու տեղում։